Ողջույն սիրելի ընկերներ, այսօր մեր 7-րդ էպիզոդն է մեր ոդքասթի եւ ունենք հյուր երաժիշտ Մանվել Շահկյանը, իմ շատ լավ ընկեր։ Մի փոքր կուզեմ պատմես քո գործունեությունից, ինչով ես զբաղվում եւ հետո անցնենք մեր ինտրիգային հարցերին։ Ողջույն Մանվել։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, շատ հաճելի է, օգտվելով առիթից նաեւ շնորհավոր եմ մեր կանանց եւ աղջիկների կանանց միջազգային օրվա արդիվ։ Շնորհակալ ենք։ Մոռացել նվագում եմ փոքրուց, շատ 4 տարեկանից, ուսումս սկսել եմ 6 տարեկանից երաժշտական դպրոցներում, ավարտել եմ Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցը, Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցը, Պյոտր Իլյիչ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցն եմ նաև ավարտել, շվի եւ բլուլի դասարաններում եմ սովորել, այնուհետև ընդունվել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, բլուլի բաժին, մինչև օրս սովորում եմ, ընդունվելուց հետո անցել եմ ծառայության Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ու զորակոչվելուց հետո արդեն նորից անցել եմ իմ մշտական գործունեությանը, ինձ հարազատ, հոգեհարազատ։ Նվագել եմ շատ խմբերում, ազգային, այժմ Կարին ավանդական երգի պարի խմբի նվագախմբի ղեկավարն եմ ու բազմաթիվ այլ երաժիշտների հետ եմ համագործակցում։ Մենք գիտենք, որ տանը ընտանիքի անդամները երաժիշտներ են եւ տարբեր ժանրերի երաժիշտներ են։ Հակասություններ լինում են տանը, քո հետ կապված մաման, քո հետ պապան, քո հետ տատիկը։ Հա, դե ծնվել եմ երաժշտական ընտանիքում, տատիկս մորական տատիկս երգել եւ պարել է Մարո Մուրադյանի հիմնած ակունք ազգային համույթում, մայրիկս էլ են երջանիկ բախտավոր մարդկանցից մեկն է եղել, որ Հայրիկ Մուրադյանին տեսել է, Հայրիկ Մուրադյանը նստեցել է իր գրկին, երգել է իր համար, նկարներ ունեն, հա, Լևոնը հիմա նախանձով լսում։ Ես էլ իմ համար նախանձելու է։ Ես էլ եմ շատ նախանձում։ Մայրիկս դե չէր կարա դա իր հետքը չթողեր էլի, երաժշտության հետ շատ մեծ սեր է ունեցել, դաշնակահարուհի է եղել, դե ամուսնանալուց հետո, ինչպես մեր ավանդական ընտանիքներում թողել է իր մասնագիտությունը ու տենց դարձել է տնային տնտեսուհի, մեզ է մեծացրել, ինձ եղբորս, քրոջս։ Հայրս էլ երաժշտական կրթություն չունի, մասնագիտությամբ իդեպ իրավաբան է, Ես չգիտեի։ Բայց շատ փոքր տարիքից տենց երաժշտության հետ մեծ սեր ունեցել հարվածային գործիքների հետ ու տենց հարսանիքներ, բան, ռեստորաններ, տենց արդեն 32 տարի կլինի, հա, ինքը այդ գործով է զբաղվում, բայց կարողացել է մեզ այնպես մեծացնի դաստիարակի, որ մենք մեր ազգային արժեքները գնահատենք, իմանանք Դա էլ շատ կարևոր է։ Այո, ինձ էլ, եղբորս էլ, քրոջս էլ, եղբայրս էլ է նվագում, քույրիկս էլ պարում է։ Կարակ մյուզիկլներ բեմադրեք էլ։ Կարող, տենց հիմա մոդա է, չէ՞, տենց ընտանեկան վլոգներ ստեղծել է, այո։ Հայրս երբեք չի խանգարել իմ գործունեությանը, այսինքն միշտ օգնել է, ճիշտ ուղու վրա է դրել։ Իմ կյանքի երևի ամենաբեկումնային պահը, իմ կյանքի խաչմերուկ ասվածը եղել է 2012 թվականին, 11 տարեկանի, երբ որ ինձ ծանոթացրեց իմ վարպետի Նորայր Քարտաշյանի հետ ու տենց ամբողջովին sense լրիվ փոխվեց էլի ամեն ինչ, որ այդ ծանոթությունը չլիներ, ես երևի կդառնայի հարսանիք կլարնետ նվագող, sense վատ իմաստով չէ, էլի իհարկե,
Թող ինձներն մեր Առանցնել կլարնետի հանդեպ ճշնամանք ունի։ կլարնետ նվագող ընկերները։ Կամ վատ։ Ես սիրում եմ։ Մեծացել ենք տենց երաժշտական տանիքում մեր ազգային արժեքները գնահատելով ու բեկումնային պահերից մեկը նաև հանդիսացավ Գագիկ Կինոսյանի հետ ծանոթությունը իմ Նորայր Քարտաշյանի ծանոթությունը ինձ կերտեց որպես հայ երաժիշտ պարոն Կինոսյանի հետ ծանոթությունը ինձ կերտեց որպես հայ այսպես ասած ու հիմա ու հետո հուսանք կարողանան քաղեն դրա պտուղները Ջերմը չենք ունեցել էպիզոդ, որ պարոն Գինոսյանից չենք խոսացել։ Հա, բոլոր էպիզոդներին խոսել ենք ճիշտ է։ Թող շատ բան չթվա, բայց ծոր եթե ինքը չլիներ հիմա այս այն ինչ որ կատարվում է Հայաստանում հայկականի հետ կապված ոնց հասկանում եմ չլինի, հա։ Իրականում շատ ավելի վաղ շրջանից ուղղակի ավելի sense զարթոնք ունեցավ այդ տվերին։ Շատ դժվար ժամանակ սկսեց իր գործունեությունը, երբ որ տենց լիքը խանգարող հանգամանքներ կար այդ մենտալիտետ կոչվածը, այն քուչի պանյակները, բանը։ Մենք Աբելի Ուանի հետ խոսել ենք այդ թեմայից։ Բայց ինքը որպես հայ այնքան ուժեղ էր, այնքան մեծ էր, որ կարողացավ բոլոր տեսակ կարծրատիպերը կոտրել ու ժողովրդին ավելի մոտեցնել իր ազգային արժեքներին։ Այս ամեն էպիզոդին ասում եմ, որ անհատի առածն է կարևոր, ու առանց այդ անհատների գործը գլուխ չի գա, այդ մի անհատն էլ Գագիկ Գինոսյանն էր, որ եթե ինքը չաներ, հիմա իրոք չէինք ունենա էլի այս ամեն ինչը, այն փուլում չէինք ունենա առնվազն, որը որ հիմա է, որովհետև փոքրից մեծ բոլորը սիրում են հայկական պարերի երգեր, անկախ նրանից թե որ մեկը որ կատարողով է սիրում կամ չգիտեմ, բայց գոնե քիչ թե շատ հասկանում են հայկականից։ Դե այդ մեր այդ գաղափար կոչվածը հիմքում Գագիկ Գինոսյանի մտքերն են, Արտակ Մովսիսյանի պատմաբան, Կարեն Վարդանյանի, Սամվել Կարապետյանի այդ մեծ քարյակա, որը որ պարոն Մովսիսյանի դասախոսն է իրարից անկախ դու էլ բախտավորներից ես եղել։ Շատ քիչ եմ հասցրել սովորեմ ոնց որ կես տարի ինձ դաս տվել, հետո ոնց որ ուրիշ դասախոս ունեինք, որ չէր կարա գար ինքն էր գալիս մեզ դաս տալի։ Հա, բայց ոնց որ հիշողությունները շատ լավն են, էլի, որտեվ ինքը կարում էր պատմությունը ու առհասարակ հայկականը ներկայացնել այնց, ոնց մյուսները չէին անում։ Խոսքից լեր իր շատ։ Մենակ գրքային հատվածը չէր, էլի, ինքը sense էմոցիոնալ էր այդ ամեն ինչը տալիս։ Մենակ պատմությունը չէր, դու ինքն հենց էր այդ ամեն ինչը ներկայացնում, ոնց որ դու հասկանում ես, որ այդտեղ ես, այդ մարկանց հետ ես, ինչ որ թվականի հայերի հետ ես։ Շատ հետաքրքիր էր, հա։ Հա, ես էլ տենց եմ բախտ ունեցել։ Նա ամեն մեկիս կյանքում իր հետքը թողել է պարոն Գինոսյանը ու մի ձև որ ճիշտ ուղու վրա է դրել ու ես հավատում եմ դրան, որ իր հետ շփված յուրաքանչյուր մարդ ինչ որ բան է փոխել, ինքը կարողացել է իր։ Ես 6 ամիս եմ ճանաչել պարոն Գինոսյանին, մեր առաջին հյուրախաղերից հետո, բայց էլի ահագին հետ կթողել է մոտ։ Կոնսերվատորիայում հենց առանձին բլուլի բաժին կա, թե ինքը փողային գործիքների բաժին է։ Չէ, ունենք կոնսերվատորիայում բլուլի բաժին ունենք, եթե չեմ սխալվում 94 կամ 95 թվականին է բացվել։ Մինչև դա չենք ունեցել։ Փողային է։ Չէ, բոլոր գործիքները ունեն իրենց առանձին դասարանները, դուդուկ, շվի, բլուլ ու սրինգել են կոչում։ Հա։ Բկուզուրնա իհարկե չունենք, պարկապզուկ, որոնք որ մեր առօրյա մշակույթի, մեր ազգային մշակույթի մասն են կազմում։ Այդ գործիքները ովքեր ուզում են սովորեն, արդեն պետք է ինքնուսուցմամբ զբաղվեն, ինքնուրույն կրթվեն։ Բայց դա պկուն ու զուրնան իրար նման չեն, նվագելու ձևով։ Չէ, շատ տարբեր գործիքներ են իրականում։ Ձայն արտադրիչ կոչվածը, մուշտուկը, որ կոչում ենք, շատ տարբեր են։ Զուրնան երկլեզվանի ձայն արտադրիչ ունի, պկուն մի լեզվան։ Ազոտ վիզուալ որ նմանացնում եմ իրենց։ Ես դա պկուն եմ շատ ավելի շատ սիրում։ Չնայած երևի Հարութի հետ ոդկասթում լսել ես, բայց Հարութին էլ էի հարցրել, քեզ էլ եմ ուզում հարցնեմ, քո ամենասիրած գործիքը ո՞րն է, որ դու նվագում ես։ Բլուլը։ Հա։ Բլուլը, խի բլուլը իմ բացատրեմ, ու փորձեմ իմ կարծիքը ներկայացնեմ։ Նախ բլուլը համարվում է առաջին
երաժշտական գործիքներից մեկը փողային ինքը ունի ձայն արտադրիչ հանդիսանում է մեր շրթունքները, մեր շնչառությունը ու գործիքի հետ գլխիկի հատվածը ինքը իրեն որ նայում ես ինքը տենց ուղակի երկար փող է գլանակա այսպես ասած երկար Շատ բարդ է ինձ թվում հեշտ գործիք չկա ամեն մարդ գտնում է իր գործիքը իրան հարազատ բայց հա բլուլը ինչ որ գործիքի հետ տիրապետում ես ուզում ես բլուլը սովորես շատ դժվար է տրվում որովհետև բոլոր տեսակ կարծատիպերը կոտրվում է այդտեղ գլուխը հատուկ անկյան տակ պետքա դնես շրթունքները հատուկ ձևով օդը այնպես տաս որ գործիքի ծայրի հատվածում օդը կիսվի բաժանվի երկու մասի ու այդ օդը կիսվելու շնորհիվ դուրս է գալիս բլուլին հատուկ այդ քամով ձայնով լի այդ գործիքը ու մի հետաքրքիր լեգենդ կա այսպես ասած հովիվը քայլելուց է լինում ուժեղ քամի է սկսվում այնտեղ եղեգների բան է լինում այսպես կույտ է լինում քամին որ մտնում է այդ եղեգների կույտի մեջ շվոց է դուրս գալիս հովիվը դա լսելով եթե քամին այդ ընթացքում քամու օդը լցվում է այդ եղեգի մեջ ձայնը դուրս է գալիս ես էլ կարող եմ վերցնեմ կտրեմ հարմարեցնեմ ինձ փչեմ ու այդ նույն ձայնը դուրս գա հետո արդեն ժամանակի ընթացքում ավելի զարգանալով այդ նոտաներն են հայտնվել անցքերը ամեն մեկի իր յուրահատուկ դիրքով ձևով որ ավելի հարմար լինի ու ինձ համար նաև ամենահարմար գործիքն է նվագելու համար այնտեղ տեխնիկապես օրինակ դուդուկը մնացած մեր փողային գործիքները իրար շատ նման են բայց բլուլը լրիվ այլ կերպ է մինչև այս վերջերս նվագել են արջևի մասից 7 անցքով այսինքն օգտագործել են SP7 մատները այս ձախձերքի ճկուտը չեն օգտագործել իմ վարպետ Նորայր Քարտաշյանի այսպես ասած մոդիֆիկացիայից հետո արդեն բոլոր մատները օգտագործում ենք ու գործիքը տիրապետելը կառավարելը ավելի հեշտ է դարձել ավելի տեխնիկապես բարդ գործեր ենք կարող նվագել այսպես ասած ակադեմիական գործեր ու ստացել ենք այն որ գործիքին ավելի տեխնիկապես բաներ ենք այդ գործիքով կարող ենք ավելի տեխնիկապես բարդ գործեր նվագել մեր ոդկասթի հավեսն է որ երեխեքը նայելուց հետո հետաքրքրվում են տարբեր գործիքներով սկսած չգիտեմ կոպալ դհոլ դուդուկ շվիպկու sense որ հերթով հարութներ էր պատմում դու ես պատմում լիքը մարդու մոտ կար հետաքրքրություն էլի առաջացնի որը որ մեզ պետք է իրականում շատ իրականում Սկսենք մեր ինտրիգային հարցերը Մանվել ջան Ինչ երաժշտություն է նախընտրում Ես գիտեմ որ դու իրականում կապ ունես տարբեր ոլորտների հետ երաժշտական հետաքրքիր է ես էլ ունեմ Լևոնն էլ որոշ չափով ունի բայց կարծիք լսել քեզնից ինչ երաժշտություն է նախընտրում ժողովուրդը հանդիսությունների ընթացքում ռեստորաններում մեր մոտ մի քիչ միֆ կա որ եթե վատ որակի երաժշտություն վատ որակի չեմ ասում լավ վարպետի նվագած երաժշտություն այլ ասում եմ վատ որակի երաժշտություն չի լինում չեն կարողանում պարեն ժողովուրդը ուրախանան կամ հայկականի տակ դե այդպիսի երաժշտություն չկա որ չկարողանաս պարել այսպես ասած նույնիսկ այն առանց ռիթմ երաժշտության ներքո պարեր կան պարեր գոյություն ունեն իմ հետ նմանատիպ դեպք պատահել է հարցից հետ դուրս օրինակ բերեմ ցեղասպանությանը նվիրված տենց համերգեր Արամ Խաչատրյանի տուն թանգարանում ես էլ փոքր էի նվագում էի Կոմիտասի ծիրանի ծառը ու մի պարուհի էր եկել որը այդ ծիրանի ծառի ներքո շատ գեղեցիկ պարեց այստեղ ավելի շատ խնդիրը այլ տեղ է թե ժողովուրդը ինչա ուզում այդ երաժշտությունով ասի կամ տեղ հասցնի ու նույնը թե երաժիշտը ինչա ուզում այդ երաժշտությունով ասի նախ ավելի խորքից գամ ով է երաժիշտը իր էմոցիաներով կիսվող մեկն է իսկ եթե այդ երաժիշտի էմոցիաները ներսը պղտորա կեղտոտա քաղճովա եւ այլն ինքը ոնց կարա լավ երաժշտություն կամ լավ էմոցիայով կիսվի այդ երաժշտությունը լսողը ինքն էլ այդ էներգիայով լցվելու է ու լավ բաներ չի լինելու ու մտ նմանատիպ այսպես ասած էքսպերիմենտ եմ մի անգամ արել
մի հատ բար նվագել եմ բարելով հենց ձայնագրության ժամանակ, բարելով չեմ ասում, տես տրնգ եմ բարել, շարժումով էներգետիկ տեսել ես ինչ ձև է դա լինում ու նույնը հակառակն եմ փորձել ու դրել եմ տարբեր մարդիկ լսել են ու հիմնականում բոլորի դուրը եկել է այն որի ժամանակ ես բարելով եմ այսպես էմոցիոնալ եմ նվագել իսկ այն մնացած ժամանակ ինչ որ ինքը նույն ձևի ուղիղ դե ձայնագրությունը այնտեղ շտկումներ է լինում եւ այլն եւ այլն բայց մեկը մարդկանց դուրը դիչ եկել հա ու նույնը երկողների մոտ եմ շատ տեսել որ ժպիտով են երգում էներգիան լրիվ ուրիշ է այլ է բայց որ sense տխուր դեմքով ման sense մռայլված երգում են չի կպտում էլի մի բան sense ինչքան է լավ ուզում է երգի մեկ այն տեղ կա որ չի հասնում էլի դե երգիչն էլ է մարդ մի քիչ տրամադրության հետ կապված կարա նույնը Սուսանան էլ որ երգում է քանի անգամ համերգի ժամանակ նույն երգը լսել եմ էլի այդ նույն ձև եթե ժպիտով է երգում ուրախ է երգում նույն Գարմին ամենաշատն եմ սիրում բայց Գարմի ժամանակ կա որ երգում է տենց շատ ոչ թե ուրախ այլ ավելի sense անհավես տաք էմոցիայով է երգում չէ անհավես չէ sense տաք էմոցիայով է երգում ուրիշ ձև ես լսում բայց ինչ որ մի օր կարող է լրիվ հակառակը լինի տրամադրություն չունենա երգի մի քիչ ավելի սառը ստացվի ոնց որ իմ մասնագիտականը վիդեոն է ես տաք ու սառով եմ նայում բայց դա երաժշտության մեջ է կա տաք ու սառը շատ նեղ չեմ հասկանում այդ երաժշտության տաք ու սառից բայց գիտեմ որ բոլոր մասնագիտությունների մեջ դա բնականաբար դա կա ինչ վերաբերվում այդ հարցին որ ինչ են սիրում ժողովուրդը կամ ինչ են նախընտրում ինչ են ուզում ինքնաթ հիմա այնպես բարդ ժամանակաշրջանում ենք ապրում որ մարդիկ նախընտրում են PR-վելը վայ տեսակ ես խոսքի տնգվզին էի կանչել իմ հարսանիքին երգելու այսքան փող էինք տվել այս շրջանում ենք էլի մենք ապրում չեն նայում որ գա այդ մարդը լավ երգի չեն նայում որ ասենք գնում են իհարկե ամենայն հարգանքով ոչ մեկի մասին բա չէ տնգվզը որպես օրինակ էր որպեսի չանձնավորեմ ոչ մի արտիստի հետ ֆանագրամաները բան են պլյուս մինուս մեր լեգենդար երգիչներ տանգես կոտանգես չէ ես նախընտրում եմ ես որ իմ առիթը լինի իմ ընտանիքի առիթը լինի նախընտրում ենք կենթանի նվագակցություն ու հենց այո ռաբիս որովհետև խի ռաբիս որովհետև մենք չունենք ուրիշ այլ տեսակի երաժշտություն որի ընթացքում կկարողանաս ինչ որ առիթի ժամանակ ապրես խոսքը չի վերաբերվում մեր ազգային բարերին կամ երկերին ծեսերին այլ հենց այն հարսանեկան առիթի ժամանակ եթե ժողովուրդը չգիտի այդ ծեսը չգիտի այդ ծեսի ժամանակ ինչեր են բարել այնտեղ Անին եւ Աբելը հաստատ ասել են ծիսական բարերի մասին որտեղ խնամիներն առանձին պարուն էին չէին պարում եւ այլն եթե ժողովուրդը այդ ամեն ինչը չգիտի բայց պետքա առիթը անցնի չէ հաստատ sense մռայլ դեմքով բան sense չեն նստելու պետքա մի բան անես որ առիթդ լավ անցնի հետո էլ կոպիտ ասած վատ չարտահայտվեն ոչ քո մասին ոչ էլ քո առիթի մասին չասեն վայ խոսքի Մավելի առիթը տխուր անցավ բան էս ինչ էր հա երաժիշտները վատն էին ուրախ կա էլի դե բնականաբար յուրաքանչյուր մասնագիտության մեջ ոնց եթե կա լավը բնականաբար կա նաև վատը այստեղ արդեն խնդիրը այլ տեղ է այստեղ կրթվածության կամ լրիվ հակառակը գրագիտության հարցն է այսինքն մարդը ինչքան կիրթ է լինում գրագետ է լինում ճանաչում է երաժշտությունը ու ոչ միայն երաժշտությունը ինքը հասկանում է որն է որակովը ու որն է անորակը որ չգան օրինակ հարսանիքի ժամանակ տնքան ու հետո վերջը ես համաձայն եմ որ այն բենդերը որ հիմա երգում են մաքուր հայկական երգեր եթե իրանք գան քո հարսանիքին երգելու կամ առիթին երգելու ենթադրենք չգիտեմ մի սեթ կամ երկու սեթ իրանք չեն կարող անդադար ապարելու երգերը երգեն առանց այդ մեր պատկերացրած 6-8-ի կամ 6-8 դեպի ռաբիզ էլի ոչ թե տակտի մասին բայց ամեն դեպքում ես մտածում եմ որ այդ բենդերին կա նաև զուգահեռ ուրիշ բենդեր
որոնք որ հին հայկական երգերը վերցրել են, ես որ ասեմ շատ եմ սիրում սուտ կլինի, բայց ամեն դեպքում մի քիչ ձևափոխելով ավելի պարային սարքելով կարող է ասես իրենք մի քիչ դատարկություն ունեն իրենց մեջ, ասեմ, հա, ինչու՞ DJ beat-ա դնում տակը, չգիտեմ, նվագեցեք լաս պարային երգում մարդիկ, բայց պարում են ամեն դեպքում։ Ասածս այն է, որ կարաս թեկուզ այն վատ ռաբիզին փոխարինող դիտարկես այդ բենդին, որովհետև իրենք, որ ասես վատ բան են անում, սուտ կլինի։ Դիտարկողը պետքա կրթված լինի, ամբողջ ասածը հենց էդ է։ Իսկ եթե այն մարդով որ պետք է ընտրություն կատարի լավ, այսպես ասած ռաբիզի ու վատ ռաբիզի մեջ, ինքը պետքա էդի հասկանա։ Երկողը այդ կամ նվագողը, վատ նվագողը ինքը մեղք չունի։ Ոնց որ ասում եմ, եթե կա պահանջարկ, կա առաջ, եթե վերջը։ Հակառակը։ Եթե կա առաջարկ, հա, կա պահանջարկ։ Այստեղ խնդիրը ավելի խորքային է, մարդկանց կարծրատիպերի մեջ էլ է նաև, որ չեն հասկանում ռաբիզը ինչ է։ Օրինակ հին ռաբիզը մենք հիմա համարում ենք քաղաքային ֆոլկլոր։ Ես շատ սիրում եմ։ Այլա չէր։ Օրինակ, այո, այո, երգելու ձևից է գալիս։ Չէ, բացատրեմ, ռաբիզը երևի ավելի ճիշտ կլինի ասեմ ռաբիզը ինչ է, որ փորձեմ իմ մենք էլ փոքր ռիլեր կսարքենք, ու այս շատ կարևոր է կտարածվի։ Ինչ է ռաբիզը։ Դե ասենք, ինչ է ռաբիզը։ Ասում են ռաբոչի искусство, բան չէ։ Ես եմ լսել։ Ռաբոտնիկի искусство։ Որ մտքով ռաբոտնիկի, այսինքն մարդը, որ երաժշտության հետ սեր ունեցել, բայց չի ունեցել ակադեմիական կրթություն, դա այն ժամանակ։ Իր հիմնական աշխատանքի աղբյուրը դա եղել է առիթներ նվագելը։ Առիթների ժամանակ մարդկանց ուրախացնելը, պարացնելը եւ այլն եւ այլն։ Մենք ունեցել ենք ռաբիզի շենք, այսպես ասած, այդ շենքը եղել է բանը Բաղնիքի ոսկու շուկայի Խորենացի փողոցի Սունդուկյան թատրոնի հետևս, այսպես ասած, Մարիչովի բանջի ռաբիզան է սա։ Ու ինչ որ մի ժամանակահատված նաև ես էլ կուզեմ անպայման ասեմ, տնօրենը եղել է Ջիվան Գասպարյանը։ Մեր հայտնի դուդուկահար վարպետ Ջիվան Գասպարյանը այս ինչ ֆունկցիա կատարել այդ այսպես կոչված շենքը, այդ հաստատությունը, մարդիկ գնացել են առիթ ունեցել։ Գնացել են, մտել են այդ շենք, դիմել են, ասել են խոսքի իմ տղու հարսանիքն է։ Մեզ պետք է երաժշտություն։ Մարդն էլ ուղղորդել է, էսի խոսքի դուդուկահար Վալոդի հեռախոսի համարն է, տան համարն է, զանգեք կամ կանչել է Վալոդ ջան, արի կհն իրար հետ փոխանակվեք տվյալներով, որ բան փողը պայմանավորվել են եւ այլն, արդեն մնացած է դա եղել։ Ու այդ ժամանակաշրջանից հետո այնտեղ հետ սովետական այսքան էս ինչ որ Արցախյան առաջին շարժումից հետո եղավ մարդկանց ինչ որ ոգևորելու տրամադրությունը բարձրացնելու ավելի ակտիվ եղան այդ երաժիշտները, այդ երգիչները։ Նույն մեզ հայտնի Արամ Ասատրյան, դեղ Թաթուլ Ավոյան, համերգներ էին դնում, մարդկանց ուրախացնում էին ու ասեմ կարող է շատ զարմանաք, բայց նույն Հայկ Ղևոնդյանի, ասենք Սպիտակցի Հայկոյի, Թաթուլ Ավոյանի, Արամ Ասատրյանի իրենց երգացանքի հիմքում մեր հայկական երգերն են եղել ժողովրդական մեծ մասը այն հին իրենց ալբոմները։ Ես գիտեմ, որ նույնիսկ կան կոմիտասային երգեր, որոնք որ մի քիչ երաժշտական առումով։ Դե այդ արդեն ռաբիզի մեջ դու կարող ես քեզ թույլ տաս ազատություն նվագելու։ Օրինակ աշուղական երգը, երբ որ դու կատարում ես ռեստորանում, դու կարաս քեզ ինչ-որ մի խաղիկ, մի ինչ-որ չգիտեմ, վիբրացիա ավել թույլ տաս, բայց երբ որ դու կատարում ես դա բեմից կատարելը դի պարտավորվածություն է, որ դու պետքա հասցնես երգը այնպես, ինչպես որ հեղինակը գրել է պատկերացնելու երգը հորինելուց։ Իսկ ռեստորանային այդ առիթի ժամանակ, երբ որ մարդիկ էլ մի քիչ գինովցած են, այդ պարտավորվածությունը չունես, ազատ ես ավելի։ Իսկ ինչա հիմա կատարվում։ Այդ ժամանակներում մարդիկ տենց ալիք բան ալեհավաքները թեքում էին դեպի հարևան մեր սիրելի ճակերտների մեջ։ Անցած ոդկասթի ժամանակ նոր տերմին են քննարկել, Մոտիկ Սահմանյան։ Հետաքրքիր տերմին է։ Թեքում էին այդ կողմերի վրա ու ռադիոն կլինի, հեռուստացույցով կլինի, տենց այն ժամանակ에 կար չեն DVD բաներ, DVD չէ, այն կասետի
տեսայելիզների այդ բան կար, հատուկ նվագարկիչ կար, որ կարողանում էր նաև ձայնագրեիր, իրենք տես ձայնագրում էին, հետո հայերեն չեմ, տեսայելիզները, հա, տեսանյութերը էին պատրաստում, այսպես ասած, հա, ու լսում էին, որը որ ինչքան էլ որ հիմա մենք դրան վատ ենք նայում, բայց նորմալ երևույթ է համարվում աշխարհում, այսինքն հիմա օրինակ ջազ նվագողը ինքը լսում է նույն կլասիկ երաժշտությունը ու կարա իր ինչ-որ մի հատ իմպրովիզացիայի ժամանակ օգտագործի օրինակ Բախից ինչ-որ մի հատ հատված կամ տոկատայից ինչ-որ մի հատ հատված, այսպես ասած։ Այդ ազատ ես քեզ զգում։ Չեմ ուզում տենց ինչ-որ ջազի հետ համեմատենք։ Հա, չեմ ուզում ջազի հետ համեմատեմ, բայց ավելի պատկերավոր օրինակս տեղ հասցնելու համար փորձում եմ այդ միջանկյալները տանեմ, որ մաքսիմալ ճիշտ լինի։ Օրինակ ջազ երաժշտության մեջ գոյություն ունի իմպրովիզացիաները, իրանք իմպրովիզացիաները անում են հատուկ լադային համակարգում ձայնաշարերով, որոնք որ համապատասխանում են հենց եվրոպական այդ ձայնաշարերի հիմա վրա են անում, որոնք նաև համապատասխանում են արևելյան ձայնաշարերին, այսպես ասած մուղամներին, մուղամատներին, ու այդ իսկ պատճառով հայերի ու արևելքի մնացած ժողովուրդների մոտ ջազ նվագելը ավելի լավ է ստացվում, քան մնացած ժողովուրդների մոտ։ Նույն պարսիկների մոտ շատ լավ է ստացվում։ Թուրքերն էլ ունեն իրանցը չեմ լսել ուղղակի, բայց չէ, շատ հետաքրքիր է իրականում այդ մշակութային այդ փոխանակումները, որ կատարվում է, հետաքրքիր հիբրիդային լուծումներ է ստացվում։ Օրինակ մենք երաժիշտներ ունենք, որ մեր հարևան երկրների երաժշտությունը, մշակույթը ավելի լավ են նվագում, պատկերացնում ու զգում, քան իրենք։ Մեր ազգը չափազանց տաղանդավոր են, չգիտեմ։ Շուտ ընկալում են։ Հա, ես համաձայն եմ, որ մենք շատ տաղանդավոր ենք, բայց հարցը այն է, թե տաղանդը ինչի համար ենք օգտագործում կամ որ երկրի համար ենք օգտագործում։ Այդտեղ արդեն շահերից է բխում, որովհետեւ դու կարաս շատ տաղանդավոր երգ անես կամ երաժշտություն անես, իրեն Թուրքիայում, քեզ մեծարեն Թուրքիայում, դու տես մնաս ոչ մի բան Հայաստանում։ Այստեղ մի հատ կարևոր պահ կա, որ չասեցի, կարևորը թե դու ինչ ազդեցության ներքո ես ստեղծագործում, որ հետո կարողանաս կոչես ինքը հայկական է, թե ինչ որ այլ բան է։ Օրինակ ունեցել ենք Արամ Տիգրան անունով երգիչ, երգահան Տիգրանակերտի, որը որ ստեղծագործել է հիմնականում քրդերեն, այսպես ասած, բայց ինքը հայ է եղել, բայց չես կարա դու իր երգած երգերը կոչես հայկական։ Բայց քրդերի համար էլ իդեալական։ Բայց քրդերի համար հա իրանք մեծարում են շատ գեղեցիկ երգեր գրել։ Իրական լսում ես, եթե երաժշտական հայացքներդ մեծ են, կարողանում ես adekvat վերաբերվել այդ ամեն ինչին, դուրը գալու է հաստատ։ Եթե ֆոլք էլ սիրում ես, բայց եթե չես սիրում, դու դրան նայելու ես, մարդիկ կան, որ լեզուն լսում են արդեն, ի կապ չունի ինչ երաժշտություն է, մի անգամ աչի բանս։ Լավ, վատ լեզուն լսեցին, всё, հուշտ են լինում։ Ուզբեկերեն է, օրինակ, մենք հուշ լինելու հարց, օրինակ թուրքականը չեմ կարող լսեմ։ Այ պարսկականը կարամ լսեմ։ Իրանց լեզու վերջերս են կինոյի հատվածը, որ ռիլ են գցում։ Սաղի մոտ է ռիլներ, չէ՞, սաղ թորեին անում, չեմ հիշում այդ երգը։ Այն երեխեն, որ ավտոյի sense թևերը բացում է։ Ես թուրքական ես վերջում են շան տրենդի երգն եմ լսում։ Չէ։ Իսկ այն թութակներին էլ լսել եք։ Կատունու թութակ։ Ասածս որն է։ Պարսիկներին կարող եմ լսեմ, երևի իրանց լեզուն սիրուն է, իրանց երաժշտությունը լավ է։ Ամեն դեպքում արիներ են։ Ֆարսին շատ սիրուն է, թուրքերենը չէ։ Իմ համար ինքը sense ինչ որ խառը բան է, ինչ որ բառեր բերած կպցրած իրար չեմ կարող։ Թուրքերենը ինքը հիբրիդ է, ստեղից ընդեղից իրար կպցրած։ Հիմա հետաքրքիր որ տպավորություն չլինի, ես հայ եմ, տենց մեզ գովում եմ թուրքերին գցում եմ, դեռ եմ պարսիկներին ասում։ Գովելու բան չկա, թուրքերը վերցրել են, ասեմ, եթե չգիտեք իմանաք, թուրքերը վերցրել են բյուզանդացիների, արաբների, հույների, բալկանների արվեստը sense գումարել են իրար անունը դրել են թուրքական, ադրբեջանցիներն էլ վերցրել են պարսիկներին, թուրքմեններին, ուզբեկներին, հայերին դու թուրքերն էլ են բնականաբար հայերն ու sense կպցրել են իրար։ Ուղղակի այդ հատվածը միշտ պարսկական տիրապետության զոնա է եղել։ Իրանք պարսիկների հետ ապրած ժողովուրդ են, երբ որ իրանք հելնում ասում են, էս մերն է, զուտ չի կարա իրանցը լինի մենակ մի բանի համար, որովհետև դա եղել է պարսիկներին, իսկ իրանք իրանց տարածքով ու մարկային ռեսուրսով եղել են պարսիկներին, էլի։ Ինքը շատ վիճարկելի
պահա, այսինքն մենք ապրել ենք մի տարածաշրջանում, ինչպես գիտենք, մեր պատմության ընթացքում եղել ենք շատ այլ պետությունների, տիրությունների տիրապետության տակ, այսպես ասած, ու այդ մշակութային առևտուրը կոպիտ ասած եղել է, էլի փոխանակումը։ Մենք մի կեսը եղել է օրինակ պարսկական տիրապետության տակ, այն մյուս կեսը եղել է բյուզանդական տիրապետության տակ ու այդ ընթացքում այդ երաշտական, ես երաշտական մասով էլի ասեմ, եղել է այդ փոխանակությունը, ազդեցությունը նույնպես, թե հայերից օրինակ պարսիկներին, թե պարսիկներից հայերին։ Արվեստն ու մշակույթը իրականում որ խորանանք, բան չի էլի, այսինքն խառնվել ենք, վերցրել ենք մենք իրենցից, իրանք մեզնից, բայց նույն ձևի այսօր համարենք, որ մենք ոչ մեկի տիրապետության տակ չենք, բայց նույն ձևի մենք Ամերիկայից ենք վերցնում, Եվրոպայից ենք վերցնում, նույն ձևի ամերիկացին էլ, չգիտեմ, հիմա բոլորը սկսել են Փարաջանովի ոճով սկսել ինչ-որ բաներ նկարել, այսինքն արվեստը ինքը լայն, ինչքան էլ ուզենանք մենք պահենք, մենակ մերը դարձնենք, ինքը լայն է։ Իրար հարևան լինելով ավելի շատ ենք վերցրել։ Հաստատ ու ամենաուժեղ օրինակը, որ բերեմ լրացնեմ երևի խոսքը, դա հագուստն է։ Մենք էլ տարած չենք հագնում։ Մենք հագնում ենք հիմնականում տենց ամերիկյան, եվրոպական t-shirt-եր։ Չէ, այդ արդեն մշակութային դա ավելի պրակտիկ բաների են կանցել, երգերն էլ են դառել ավելի բայց տարածներն էլ այն ժամանակ պրակտիկ են եղել։ Ուղղակի ցուցադրության դուրս են եկել հիմա ավելի այն հարուստ տեսք ունեցող տարազները հիմա։ Այդ հիմա է որ ազգային, պարազգային երգը, մշակույթը համարվում է ինչ-որ բեմից ներկայացնելու։ Բայց առօրյա է եղել, կենցաղ է եղել։ Կենցաղում այդպես է եղել։ Ինձ թվում է ինչ-որ պրոգրեսի մեջ նորմալ է, որ ինչ-որ բաներ դեպի հետին պլան է գնում, չնայած շատ կուզեի, որ տարազը մնար, տրեխները չմնան։ Դե չէ, իրականում բայց մարդիկ կան, որ պահում են աքսեսուարներով, թեկուզ ինչ-որ ատրիբուտներով առօրյա կենցաղ։ Չէ, հիմա մոդա է։ Կենցաղում օգտագործում են։ Ոչ թե մոդա է կամ չգիտեմ, այդպես բան են, զարդերը հիմնականում որ որակով զարդերի գործով է զբաղվում, նույն մեր ընկերներից Անահիտը, իրանք հենց զբաղվում են հայկական ոնց որ զարդանախշերով վերցրած իրանց դիզայնով, բայց հայկական զարդանախշերով։ Ու տարբեր եկեղեցիներից, վեսած տաճարներից վերցրած հատվածներ, կես վերջում իր Փյունիկը նորից մի քանի նաև ոչ հայկական մոտիվներ էլ կար, որ էլի դա ավելի դեպի եգիպտական էր, բայց էլի սիրուն էր։ Բայց չէ, ասածս այնա, որ այդ դետալները առնվազն գոնե կանանց մեջ, չնայած որ հայկականությունը պահողները միշտ նորա տրենդային դարձել։ Երևի թե վերջի 10 տարին Պրեգոմեշից հետո։ Պրեգոմեշից մինչև դա իհարկե Դուսիկ Ագուլեցին է կրել, բայց ինձ թվում է այդ թվերին տարօրինակ են նայել, որտեվ մենակ ինքն է եղել որպես այդպեսին կրող։ Դե ոնց որ օրինակ ասում էին տղեն ոնց կարա բարի կամ տղամարդը ոնց կարա ջութակ կամ վերջը կարծրատիպեր ենք չէ՞ ունեցել, որոնք կոտրվում են քիչ-քիչ։ Այդ կարծրատիպերը ավելի շատ իմ ժամանակ եղել, քան քո։ Ինձ հետաքրքիր է, թե դու որտեղից գիտես այդ կարծրատիպերը։ Ես լավի չեմ դառել, երկիչ չեմ դառել։ Հիշողություն ունեմ, բայց Մանվելի ժամանակահատվածում էլ է եղել։ Ուղղակի երբ որ դու սկսել ես հաճախել երաժշտության, ես այդ ժամանակ գնացել եմ բանակ։ Մի քիչ շատ մեծ է տարբերությունը։ Օրինակ 2004-5 թվերին, երբ որ papas ինձ ուզում էր տանել ջութակի, papas ինգերոջ աղջիկը շատ լավ ջութակ է նվագում, ու հիմա Ֆրանսիայում շատ պոպուլյար երաժիշտ է։ Ես նեղվում էի, որ պիտի գնամ ջութակի, որտեվ այդ ժամանակ նորմալ չէր, էլի, որ պիտի ջութակը վերցնես, գնաս պարապելու հետ գաս ու կինոների մի քիչ դժվար է դրանք կինո անվանել հայկական, բայց ամեն դեպքում այն ինչ որ կինոներով ցույց էին տալի, այդ երաժիշտները միշտ չգիտես խի ինձ էի ամենավատ թույլ ամենաանհասկացող, չգիտեմ, sense կերպարներն էին, դեռ ներկայացրել են հետսովետական կարծրատիպ է, էլի դաստիարակությունն ա եղել հետսովետական Գոր Վարդանյանի շրջանը։ Ահա, հենց այդ եմ ասում։ Որ ռեալ խոսենք Սովետ միության գաղափարը որն է եղել, կոտրել բոլոր տեսակ ազգային արժեքները, ինքնությունը ու մասամբ ստացվել է, եթե չլինեին այն մեծությունները, որոնք որ մենք ենք ունեցել։
իրականում Շատ դժվար կլիներ էլի։ հայերի խելացիությունը այդ շուստրությունը ասածը հենց տեղ է գալի, որովհետև մեր երաժիշտները հենց սովետի ժամանակ հայկականը կարացել են դնեն սովետի երաժշտության մեջ ու ուզեն այդ հայկականը մնացել է, որովհետև իրանք արդեն դրել են տեղավորացրել են։ Այդ մասնիկը բերել դրել են, ինչ որ չգիտեմ, նույն Արամ Խաչատրյանը, որ լսում ես, թեկուզ Բաբաջանյանը գնում մեկ ասում են հայկական բան է մտնում կամ նկարիչներ են ունեցել նկարչուհիներ չէ, բացի դա, բայց նաև ունեցել ենք մարդիկ, որ հենց ուղիղ առանց ինչ-որ բանի տակ թաքցնելու հասցրել են մեզ, նույն Հայրիկ Մուրադյանը հենց սովետական միության ժամանակա իր գործունեությունը ծավալել Սրբույի Լիսիցյանը, որի շնորհիվ մեր բարերը մեծ մասը փոխանցել են։ Դիվանագետներ են ունեցել սովետի ժամանակ փորձել են պահեն։ Թվում է շատ բարձր որակի է եղել։ Ամեն դեպքում ինչքան էլ ազգային արժեքները ոտնահարված են եղել կամ ստվերում են մնացել, բայց գիտությունը լավ որակի եղել է, կրթությունը։ Դե եթե հաշվենք որ սովետի քանդվելուց հետո Սաղաշխարհում դարել են սովետի մասնագետներն են դարել Սաղաշխարհի առաջատար ֆիզիկոս կամ ճարտարապետությունը։ Այո։ Որտեղ մենք հիմա ունենք շենքեր, չգիտեմ, Կոտայքի մարզում պանսիոնատային ինչ-որ շենքեր ունենք, որ ես ամեն անգամ տեսնելուց ասում եմ լավ ինչի չեն գործում։ Գնում ես նորակառույց շենքերը 2 տարի 3 տարի էլ չեն դիմանում, բայց այն սովետի ժամանակ լքված վիճակում, բայց այդպես մնացել են։ Դասականներ կանգուն են էլի։ Դե այդ առանձին կինո է, ասենց ասած, դրան կանդրադառնամ հեսա Ռաբիզի մասին մի բան եմ ուզում ասեմ, որ այդ տարբերակելը ինչի հետ եմ, որ միշտ այս ամբողջ այս խոսակցության ընթացքում ասեցի, վարպետ երաժիշտներ ունենք, որոնց նվագը լսելուց ասենց լիցքավորվում ես, լավ էներգիայով ես լսվում, հենց կոնկրետ Ռաբիզ ռեստորանային երաժիշտի մասին եմ խոսում։ Ու մեր այս ռեստորանային երաժիշտները լիքը այլ կրթված երաժիշտներից գրագետ են այս ժամանակը միշտ էլ եղել են, բայց հիմա ավելի շատ են։ Մենք ունենք հիմա էլ շատ լավ երաժիշտներ ռեստորանային։ Ու Ռաբիզ երաժշտությունը, ռեստորանային երաժշտությունը միակն է, որ ասենք օրինակ Սուսիկը որ գնա ռեստորան, ուզենա երգի, տեսնի այնտեղ նվագախումբ կա, ինքը մի հատ տոնայնություն է ասելու, երգի անունը, եթե երգի անունը չիմանան, ինչ որ լադը, այսպես ասած, գաման տոնայնությունը, այդ մարդիկ միանգամից սկսելու են իր այդ նվագել։ Ուղեղները, այն որ 100,000 միլիարդի տակ աշխատում է ու շատ արագ նվագում են, ճկուն, կողմնորոշում են որտեղ ինչ, ակնթարթների ընթացքում։ Ու այդ մենակ հայերի ու մենակ հայկական ռեստորանային երաժշտության մեջ։ Ուսում եմ ասեի մարդիկ, որ ունեն հորինացեփական լեզու։ Հա, երաժիշտների ասենք լեզուն։ Ու հարուձև աշկերով ունքերով ունենք լեզու, ունենք ժեստերով, ասենք դո, ռե, չէ, դո, ռե, մի, ֆա, սոլ։ Այն վոլեյբոլիստները, որ իրար ձեռները հետևը պահում են, այս դոձի էս բան ասենց ու դե սարթերենը։ Վերջը շատ ոնց կարան ճկուն չլինեն այդ մարդիկ։ Այդ ցանկությունները ոնց որ շատ էին, բայց մի այլ տիպ եմ ուզում, որ մարդիկ կարողանան տարբերեն պրոստը քյարթուն Ռաբիզից, որտեվ գաղճ յուրաքանչյուր գործի մեջ կա գաղճ կեղտ, որ ասում եմ մեդալի հակառակ կողմը, բայց մեր մոտ այդ հակառակ կողմը ավելի են բանանում էլի հիշում, բայց այնտեղ որակով իրականում այդ վատի պատճառով նույն ռեստորանային լավ երգիչ երաժիշտներին չենք ֆիքսում, որովհետև այն վատը շատ է, բայց այդ մտքի հետ համաձայն եմ, որ իրականում կան ռեստորանային շատ լավ երաժիշտներ, լավ երգիչներ, որ համ չեն այդ կլկլացնելով վատ ձևով չեն երգում, այդ կլկլացնելով չեն նվագում, լավ են անում իրենց գործը քեֆ անելու համար ուղղակի։ Նաև ասենց օրինակ ունենք անուններ չեմ տա, բայց մենք ունենք երգիչներ, որոնք որ իդեալական, ասենք ֆոլկը ներկայացնում են, բայց մարդիկ անուն են կպցնում իր երգին անգրագիտորեն, ասում են, որ դա հայկական չի։ Ու մեջ մոտ հարց է ծագում, արդյոք այդ մարդիկ գիտեն թե որտեղ է սկսվում հայկականը ու որտեղ է ավարտվում, ու որտեղ է սկսվում թուրքականը, այդ ամեն ինչը ռեստորանում արդեն քիչ բան է լինում։ Այդ ամեն ինչը լղոզված է։ Այդ ուղակի մենք սիրում ենք փյարվել, մենք սիրում ենք մարդուն վատաբանելու հաշվին երևալ
ինչ-որ ճիշտ է վատ է, բայց հիմա տենց է։ Ու ոնց ֆրաս ուրիշ անուն չես կարող կպցնես։ Ու հիմնականում խոսում են մարդիկ, ովքեր որ այդ գործից գլուխ չեն հանում։ Կամ էլի մեզ հասած կարծիքներից շատ բաս գիտար, որ օգտագործում ենք, բաս գիտարը հայկական չի, էս չի, այն մեր պապերը բաս գիտար չեն նվագել, ես էլ ասում եմ մեր պապերը բաս գիտարի գյուտը դեռ չէին արել։ Ոնց որ երաժշտությունը ես sense եմ պատկերացնում, ինքը մի հատ sense գիծ է, ձայնային հաճախականության զրոական գիծն է։ Այդ երաժշտություններն համադրելուց, mix mastering անելուց, գործիքավորելուց, այդ ալիքները, ձայնային ալիքները տարբեր հաճախականություններ ունեն, հիմնականը 3-ն են՝ բարձր հաճախականություն, միջին հաճախականություն ու ցածր հաճախականություն, այն ցածրը են քիքերը բաները որ լինում է, միջինը բարձրը արդեն օրինակ զուրնան բարձր։ Հիմա ես երաժշտությունը այդ գծի վրա եմ պատկերացնում, իմ գործիքավորումները, որոնք որ իմ գլխի մեջ ես լսում եմ, պատկերացնում, այդ ցածր հաճախականության ձայները պակասում է։ Մենք չունենք հիմա, կա մեծ բամբիր կոչված գործիքը, որ այտենց double bass-ի ու կոնտրաբասի։ Բայց հիմա կա այտենց գործիք։ Կա, իսկ նվագելու ձև, բան։ Ինքը շատ նման է կոնտրաբասին, այսպես ասած, double bass-ին ու համարյա նույն գործիքն է, ուղղակի չունենք նվագողներ։ Հիմնականում նվագում են ովքեր որ կոնտրաբասել են նվագում։ Օրինակ, բայց կարող կա գործիք։ Ես գիտեի չկա։ Գործիքը կա, վերականգնել են, Նարեկացի նվագախմբում կա, ինչքան գիտեմ Արտեմ Խաչատուրը վերականգնել է, օգտագործում են, բայց այդ գործիքից նախ թանկարժեք է, ահա որ տեղափոխելն է թանկարժեք։ Տեղափոխելն է շատ պրոբլեմատիկ։ Երկրորդն էլ նույն ձայնաշարը ես կարող եմ ստանալ բաս գիտարով, ինչի ես չօգտագործեմ դա, որը իմ պատկերացած գործիքավորումը նախ գեղեցկացնելու է, հետո էլ ժամանակակից ավելի դարձնելու հեշտ հասանելի։ Ասենք այն մարդկանց, ովքեր որ սովորեն են այս երաժշտությանը։ Ու մի հատ sense հետաքրքիր բան կա, ասենք կլուբներում, բաներում հիմնականում են 200-400 sense քառակուսի չափերի մեջ անում այդ դկցս երգերը, բան որտեվ մարդը կարող ասենք sense անի էլի, բայց օրինակ մեր ֆոլք երգերի մեծամասնությունը 5 8 7 8 չես կարող խոսքի անել Վերջում պարալիչ կխփի տակ գործն նո հա երաժիշտը կարա զգա sense մի հատ դանդաղ անի մի հատ sense պաուզայով անի տեղավորացնի այդ ամեն ինչի մեջ բայց սովորական լսողը պարալիչ կստանա հենց փորձի ասենք այդ ռիթմի մեջ իր շարժումները բան անի դա համար բախվում ենք նմանատիպ խնդիրների հետ։ Ու մի հատ հետաքրքիր բան եմ ուզում ավելացնեմ։ Մեր ամբողջ այս մշակույթի մեջ որ մեզ հասել է, նաև մեզ դեր է խաղացել եկեղեցին։ Այն ժամանակաշրջաններում, որ մենք պետականություն չենք ունեցել, այսպես ասած, իշխանություն չենք ունեցել, այլ եղել ենք ինչ-որ այլ պետությունների իրապետության տակ, եկեղեցին հովանավորել է թե կրթություն, թե ուսում մշակույթի վերաբերյալ մարդիկ կան, օրինակ Մեսրոպ Մաշտոցին գիտեն, որ ինքը մենակ գրերի գյուտն է արել։ Դեռ սխալ գիտեն։ Դե հա այդ առանձին էլի մարտաֆիլմ է, նույնիսկ այդ թեմայով պարոն Գինոսյանի հետ հետաքրքիր բանավեճ ենք ունեցել Ռումինիայում մեր տարին։ Չէ, դրանից մի տարի առաջ խոսում էինք երեկոյան ու իմ մեջ միշտ այդ հարցը ծագել է, էլի եղել է մենք կա չէ պատմության դասերին ասում էին Դանիելյան գրեր բան մի հարցրեցի էլի պարոնը հաստատ այդ պահին պարոն Գինոսյանից լավ ոչ մեկ այդ հարցին չէր պատասխանին ու ընդհանրապես ոչ միայն այդ պահին պարոն Գինոսյան ոնց է կարծում Մեսրոպ Մաշտոցն է մեր գրերը այտենց հենց 0-ից գրել թե ինքը վերականգնել է Իսկ մատ շատ կարճ պատասխան տվեց ու ցենց վերջակետ դրեց, որի մեջ ոչ մի տեսակ հարցական չլինի, ասեց ոնց կարանք մենք գրություն գիր չունենանք, եթե մենք ունեցել ենք գրի Աստված տիր։ Այո։ Ու հետո հաղորդում կա,
դե պարոն Գինոսյանը Այդքան գիտություններ ենք ունեցել, քրմերը աստղաբանություն են ուսումնասիրել, բուժշկությունները, ֆիզիկա, քիմիա, ստիճ չենք ունենա։ նույնիսկ երաժշտությունը Չէ, դա միշտ մտածել եմ, որ Նույն ուրիշ խազերը։ ինչ որ տարածաշրջանային կամ կողի երկրների լեզվով ենք, տարրով ենք։ Ունեցել ենք քիչ։ Չէ, դե մարդիկ կան, որ մտածում են այդ սեպագրերն ա եղել մեր գրերը։ Չէ, դա բարձր սեպագրերից հետո ունեցել ենք։ Սեպագրերը եղել է մի 1000 Քրիստոսից առաջ, մի 1000-ամյակ առաջ, բայց այդ ընթացքում մեծ ժամանակ կա էլի, այտենց անցք կա կոպիտ ասած ժամանակային չէր կա 1000-ից 1500 տարի մոտ։ Չէ, մարդիկ խոսել են մեր լեզվով, ուղղակի չի պահպանվել Գրիգոր Լուսավորիչի թեթև ձեռքով մեր այնց բայց այդ նույն եկեղեցու հովանու ներքո Մեսրոպ Մաշտոցը վերականգնում է մեր գրերը, այո, մենք ունենք մեր այսօր Նաև գիտեմ մի քանի բան, որ գրերի հետ կապված էլ բավականին շատ մեծ նմանություն ա եղել հիմիկվա ինչ տառեր ունենք, այդ տառերին նման են եղել։ Հա, նման են եղել, դե բնականաբար Մեսրոպ Մաշտոցը որ գնում է Դանիելի մոտ, այդ Դանիելյան գրերը այսպես ասած վերցանելու տեսնում այդ գրությունները իրեն բավական չի լինում այդքանը որ կարողանա ամբողջությամբ վերականգնի այբուբենը, բայց բնականաբար դե օգտվել է այդ ամեն ինչից, այդ ավելի լավ երևի մեր լեզվաբանները մանրամասնեն, չեմ ուզում էլ ինչ-որ սխալ ինֆո ասեմ, բայց խի Մեսրոպ Մաշտոցի թեման բացեցի, ինքը ոչ միայն եղել է մեր գրերի գյուտը անողը, այսպես ասած, այլ նաև գրել է բազմաթիվ եկեղեցական շարականներ, հոգևոր երաժշտություն ու ոչ միայն Մեսրոպ Մաշտոցը, մեր բազմաթիվ պահպանել է քրմական երաժշտությունից, ներսե շնորհալի Գրիգոր Նարեկացի, որ նույնիսկ մեր մոլորակի սրբերի դասին է դասվում, ու այդ ամեն ինչը ոնց որ ժողովուրդը չգիտի, հիմա փողոցում մեկին կանգնեցնես, ասես այդ հայկական հին երկ ասի դլե yaman մաքսիմում ու հայս հիմա որ մի քիչ մոդայիկ ա դարել, տես տրենդային ա դարել ֆոլկը կարող է ինչ-որ մարդիկ լինեն որ ասեն, բայց դե մեկը դեռ այն քիչ սակավ մասն կազմում էլի մեր նպատակը այն է որ ու ես կցանկանայի որ իմ բոլոր գործընկերների նպատակն դա լինի որ մեր ազգային այդ երաժշտություն, պարեր, երգեր իմանանք էլի ինչ որ չափով են ինչ-որ բազային հիմք լինի որ երաժիշտը պարերն իմանա, պարողները երաժշտությունն իմանա, երգողները շատ կարևոր է։ Ամեն ինչ փոխկապակցված է, ապրում, բայց պետք է իմանալ։ Դե ինչպես մի Համաստեղություն ենք փոխում, շատ վատ վիճակում ենք։ Այս մի անգամ ինտերնետով եմ կարդացել ինչ որ արաբ շեյխը ասել, որ դժվար ժամանակները ստեղծում են ուժեղ մարդկանց, ուժեղ մարդիկ ստեղծում են լավ ժամանակները ստեղծում են թույլ մարդկանց, թույլ մարդիկ ստեղծում են վատ ժամանակներ։ Ու դա սենց բանի տակ ֆորմա անընդհատ ցիկլի։ Դե որ տնում ես իմ աշխարհում ինչ է կատարվում։ Ուժեղ մարդկանց արած չէ։ Դե որտենց խորանանք 20-րդ դարի սկզբից վատ ժամանակներ, հա, այդպես ինչ որ արանքային 19-ից 18-ից կարան 17-ից որ մի քիչ այդ կան բան չմնաց, գնացինք ասում։ Դե որովհետև ուժեղ մարդկանց գլուխը ուտում են վախենալով ստեղծվում են կրոններ, կուսակցություններ եւ նմանատիպ այլ բաներ։ Այո։ Չէ, եկեղեցին իրականում շատ բան արել, այսօր Եվրոպայում երևի հայագիտական, հայապաշտպան գործը եկեղեցին Եվրոպայում Ռուսաստանին չեմ կարող ասեմ։ Հետ սովետական շրջանում դեռ հələ 30 տարի է, էլի, որ սովետ չի, այսպես ասած, անկախ ենք, որ դեռ ժամանակ կա, որ եկեղեցին իր ամբողջ գիտելիքի գանձարանը մեր արչև կբացի։ Նույն Մատենադարանը եկեղեցու հովանու ներքո է ստեղծվել, նույն ինչ ունենք իրենց հովանու ներքո էլի ստեղծվել։ Ինչը որ պահպանվել է մինչև այսօր, նույնիսկ սովետական այդ շրջանում եղել է եկեղեցու շնորհիվ ու նույնիսկ որ վստահ եմ բոլորս էլ գիտենք Կոմիտասին
Կոմիտասը ոնց եկավ ասպարեզ, այսպես ասած, խրիման հայրիկին վերջ իմացան, որ երեխա կա, որի ծնողները, բարեկամները ցեղասպանության ժամանակ զոհվել են, որփա բերել են եկեղեցի ու Էշմիածնի հովանու ներքո կրթվել է, նույնիսկ հայերեն չի խոսել, հայերեն է սովորելու։ Այդ մեր ոդկասթից հետո մի քիչ տարաձայնությունների առիթ դառավ առաջին, որ հայերեն խոսացել է, չի խոսացել։ Չէ, հայերեն չի խոսացել։ Չի խոսել 12-13 տարեկանից, երբ որ արդեն ընդունվել է ճեմարան, մի տարի ճեմարանում սովորել է ճեմարանում։ Բայց այնտեղ կարծիքներ կար, ոնց կարար ինքը հայերեն չիմանար, եթե չգիտեմ։ Գյուղում չեն խոսել։ Ասենց հա։ Տարբեր բան։ Դե այդ ժամանակը Կարծիքները տարբեր է, նախ ռեպրեսիա, հա, եւ ճիշտ կլինի այդպես ասած, թուրքերի դեպի հայեր այդ ռեպրեսիան որ սկսվեց, շատ դա հենց 1915 թվականին դե բնականաբար չի եղել այդ մեծ երկար process ա եղել, հա 1896-ի, չգիտեմ դրանից առաջվանն ա եղել։ Այսինքն այդ հայերին որպես ազգային մաս Թուրքիայի այդ Օսմանյան կայսրության մեջ ապրող ինչ ճնշել են շատ ուժեղ, ինչ որ գյուղերում չեն խոսել, նույնիսկ կրոնափոխ են եղել։ Հիմա էլ բանա, չէ, տրենդային այն տեսանյութեր կա։ Դա DNT թեստերը, որ թուրքերը գնում են, թեստավորվում են, տեսնում հայերը մենակ դա հայերին են տարածում, հույները տարածում են նրանք այն ինչ որ DNT-ից հետո բարձվում է հույն են, վրացիները տարածում են, որ դառնում վրացի։ Դա թուրքում են, հա, դե բնականաբար թուրքերը հա հանրագիտարաններում կա, չէ, հին նյութերի մեջ թե ինչ տեսք են ունեցել, գանգի տեսքը, ամեն ինչ ուրիշ ա եղել, ինձ պապիկս էր ասում, որ ինչքան հիմա սիրուն թուրք կա, դրանք հայերեն էլի, հա։ Իմ պապին էլ էր ասում, պապի շատ պատմություն էր սիրում, իմ պապիկն էլ, հա։ Այսօր նկարանման տեղը պապիս ամենասիրած գիրքը գտա, Ֆարաոնա գրքի անունը, Եգիպտոսի Ռամզես 12-ից 13-ի մասին էր այդ պատմությունը, այդ հայերի ու եգիպտացիների պատմությունը հետաքրքիր է, ու որ մտածում ես կառավարման ու հին Հայաստանի էլի հիմիկվա մասին չի խոսքը, կառավարման նմանություններ են ունեցել։ Ես գիտեմ, որ հրապարակությունը Եգիպտոսի թագուհին տարել է հայերից։ Հա այդ չգիտեմ Ռամզեսի մասին գիտեմ գրքից։ Հա, բայց այն ինչ որ թուրքերի հետ է կապված, դե պապին կարող է ինչ որ բաներ պատմելուց մի քիչ չափազանցրել է, չեմ կարող ասեմ, բայց թե իրենց գալը, ստե հայտնվելը այդ սպանելով, բռնաբարելով եւ այլն ու ստացել են վերջնական այն տեսքը, որը որ հիմա ունեն էլի։ Ես իմ ամենամեծ վախերից մեկն է նա, որ մենք ու իմ սերունդը երևի վերջինը կլինի, որ տենց վրեժով լծված կլինի, մարդիկ լծված են եղել վրեժով։ Ասեմ չէ, այսօր նկարահանման տեղ էլի երեխեքի հետ էինք խոսում, երեխեքի մեջ կային մարդիկ, որ հուսանք, որ դա չի կորի, որովհետև դա մեր պատմությունն է, մեր ազգի իրոք երեխեք կային, որ շատ տրամաբանական ձև էին խոսում։ Մի քանի ուսուցիչներից գիտեմ, որ երբ որ Նժդեհի մասին են պատմել հիմա, 2 տարի առաջվա պատմություն են պատմում, Նժդեհի մասին են ներկայացրել, դպրոցու անուն չեմ ուզում շեշտեմ, մի խոսքով ծնողը երեխան տենց ոգևորված գնացել է տուն, Նժդեհից է խոսել, Նժդեհի արասներից, որտեղ ուսուցիչը ներկայացրել է լավ կողմով, որ Նժդեհն է բոն, այսպես գնացել է տուն, ու իր գլոբալիստ մայրիկը զանգել է ուսուցչուն եւ անել է եզերք։ Մի խոսքով դու ինչ իրավունք ունես իմ երեխային սովորեցնես ֆաշիստական ազգայնական մտքեր տաս երեխուս ու սովորացնես թշնամություն, մենք թշնամանքի, մենք խաղաղության մեջ ենք ապրում։ Դե լավագույն դեպքում այդ երեխային պետքա հեռացնի դպրոցից, որ հա, որ ես իրականում ծայրահեղական եմ, այնպես շատ միջին չկա էլի, այս ծառայության ժամանակ իմ կամբատա հայրան ոնց է։ Քանի դեռ մեզից ոչ մեկ ծնող չի ծառայության ժամանակ գումարտակի ժամանակտարը ասում էր մի քիչ հղի չի լինում, կամ հղի ալնում կամ չի։ Այո։ Հիմա այդ է, կամ պիտի լինես մարդ, որ ունի ազգություն, ճանաչում է իր ազգությունը, գիտի իր մշակույթը, գիտի իր պատմությունը, կամ չես։ Կամ լինում ես, կամ չես։ Կամ ընդունում ես կոպիտ ասած, որ հայ ես, կամ չես։ Հա, դրա միջինը չի լինում, էլի, կամ ես, կամ ես, կամ։ Իսկ հայ լինելը այդ ունի իր
կոպիտ ասած պահանջները դու պետք է SS Ես դու մտածում պահանջ մի քիչ կոպիտ է հնչում թշնամանքը ու վրեժը պետքա լինի ցանկացած հայի մեջ, բայց այդ չի վերաբերվում մշակույթին։ Մշակույթը ուսումնասիրելը հարևան թշնամի երկրում, համ չեմ համաձայնվի ստեղ, որովհետև ես մտածում եմ, որ եթե դու ուսումնասիրում ես, մշակութային մենք հիմա ավելի մշակութային այս պահի մշակութային պատերազմ ենք տանում, քան ինչ որ տենց մենք էսպես պարտվում ենք մշակութային պատերազմում։ Պարտվում ենք ամենաառաջին ֆրոնտը, այսպես ասած, այդ մշակույթը պետքա լինի, որտեվ որ պետությունն է համարվում զարգացած, որի մշակույթը ստեղ էլի։ Դե մեծ համաձայն եմ, բայց հիմա մշակութային ու հետ ենք գալիս մեր ասած քեզ պրովոկացիոն թեմային, խի են մեր երաժիշտների մեծամասնությունը գնում դեպի այդ մեր շեշտած թեմաները, որովհետև չեն կարող ուրիշ ձև պահել իրանց տունը, ընտանիքը, գլուխը։ Ես մտածում եմ, որ այդ ամեն դեպքում մարդը ուզելուց է գալիս, որովհետև դրա մյուս տարբերակը այդ շատ գործ անելն է։ Օրինակ ես միշտ Ռաբիզին վերաբերվել եմ որպես չասեմ անգրագետ, բայց sense պայտակ ստեղծված բան արեցինք դե ձեռի հետ այն գրդոն բառը մի քիչ կոպիտ է հնչում, բայց sense գրդոնի նման։ Խոսիրելի բառն ասա։ Ու ոդկասթի ժամանակ համ խոսացել ենք տարբեր մարդկանց հետ թե ինչ է Ռաբիզը, ու կարծիքներ կա, որ ոչ միտեղ չտանող երաժշտություն, էլի դրա հետ եմ համաձայն։ Ինչքան է փորձենք ասենք եթե մարդը սովորած երաժիշտ է ու կարող է իր մասնագիտությունը ճիշտ ամեն դեպքում եթե կլարնետ է նվագում, ճիշտ է նվագում, չես կարող ասես օրինակ սխալ է նվագում, բայց եթե ինքը դա անում է Ռաբիզի մեջ, տպավորությունն է որ իրականում ոչ մի տեղ չի տանում։ Պրծավ երգը, վերջացավ, դու մոռացել այդ ամեն ինչի մասին, գնացիր տուն, միացրեցիր էլ ինչ որ մի հատ YouTube-ով քո երաժշտությունը ու սկսեցիր հիմա ասենց ասեմ, որ ասեմ, եթե վարպետորեն է նվագում ու լավ է նվագում Ռաբիզը թեկուզ, հարցը ինչի թե հարսանիքի ժամանակ մարդը լավ նվագեց, մենք խմած բոլորը սպարեցինք դրա տակ, գնացինք վաղը մենք էլ չենք լսելու։ Որ ասես դու քո սիրած մարդուն սիրո խոստովանություն կամ չգիտեմ նշանադրության առաջարկ կանես այդ երկի չես անի։ Ես ավելի շատ System of a Down-ի տակ կանեմ նշանադրության առաջարկ կամ ուրիշ երկի տակ, քան չգիտեմ ինչ որ Ռաբիզ երկի տակ, որովհետև Ռաբիզի մեջ կա շատ էլի սահմանից այն կողմ ապրող ժողովրդի մշակույթ ու քո ամենասիրուն պահերը կյանքի եթե համարենք որ սերը սիրուն բան է դու ոնց որ բերում մտցնում ես ինչ որ թուրքական բան քո սիրո պատմության մեջ կամ քո հարսանիքի պատմության մեջ, բայց մնացածին մի համեմատի մարդիկ չէ թե մարդը կներես եթե անտեղյակ է որ ճիշտ է անտեղյակությունը չի ապահովագրում իրան որ ինքը սխալ է, բայց եթե մարդը անտեղյակ է, չես կարող դու իրան ասես, էլի, իմ ամբողջ ասած է դա անգրագիտությունը։ Բայց հիմա նայ սաղս ասում ենք Ռաբիզ, ես ավելի կողմ եմ, որ ասենք այն քյարթու մասային, որտեղ իսկականից կան էլ են, որ լսում ես ականջներից է տարուն է գալիս։ Ես որ ամեն ինչ լսում եմ, ամեն տեսակ, ամեն ժանր երաժշտություն լսում եմ, նաև մեր հարևաններին մեկան դեմ տեղ կան որ sense ասում ես յախք ոնց կարա sense լինի էլի ոնց կարա բայց կարանք հանգիստ անուններով ասենք հիմա օրինակ չբերենք բայց այդ քո ասածը օրինակ ես վերջը Շուշան Պետրոսյանին էի լսում շատ լավ ասեց ասում է ես պատրաստ եմ լսեմ հիմա կարող է բառացի ճիշտ չասեմ բայց թուրքական երաժշտությանի թուրքական երգ կլսեմ որպես մշակույթ ու որպես երաժիշտ բայց թուրքից երբ որ դու այդ ամեն ինչը լսում ես հայից այդ երբ որ լսում ես հայից որ դու իրան ճանաչում ես հայկական անուն ազգանուն ունի ուրիշ տեղ գնում է երգում ասում են ես մեր հայ երաժիշտն է ու դու գիտես հայ երաժիշտների իսկական հայ երաժիշտների դու ավտոմատ վատ ես տրամադրվում Ռաբիզի դեմ կամ եթե ամեն ինչ մենք Ռաբիզի տակ ենք մտցնում կարող է դու դնես արի Ռաբիզ չասենք արի ասենք քյարթու որտեղ Ռաբիզը մի քիչ նայ դե մի քիչ պատկերացնում հիմա լուրջ աստղագետ որ լսում է Ռաբիզ տես չեմ հանդիպել ես հանդիպել եմ լավ աստղագետ ես կրվելու ենք չէ հիմա բավականին լավ վիճակում է այսինքն հիմա ավելի շատ
երաժիշտները, ես նույնպես լսում եմ բալկանյան երաժշտություն, հունական երաժշտություն, արաբական երաժշտություն, ոչ թե թուրքական կամ ադրբեջանական։ Այն ժամանակվա պես այդ Թուրքիան կամ Բաքուն sense չի խեղդում էլի այդ ամեն ինչը։ Հիմա ավելի բալկանյան են նվագում, բայց մեկը լսողը որ չգիտի որ էս նվագողը բալկանյան է, ասում է թուրքը մտնում ես նայում ես կոմենտները, ասում է Թուրքիա բան, մեծ հայկական, որ հայկական ինչ որ մելիզմ չկա, համաձայն եմ, բայց խես դու անգրագիտության դա էլ անգրագիտության մյուս սահմանն է, sense ոնց որ կողմից նայում ես խնդիր է, շատ մեծ խնդիրներ են, բայց հիմա մեր երաժիշտները բավականին կիրթ են։ Ես իմ ընկերների անունից չէ, իմ ընկերների մասին ասեմ, որոնք կոնսերվատորիայում սովորում են, նաև նվագում են հարսանեկան առիթներ։ Ես ինքս նաև նվագում եմ հարսանեկան առիթներ, բայց մաքսիմալ փորձում եմ չէ, այն վիզ եմ դնում, որ լինի հայկական, մեղեդիները բոլորը, պարերը, ժողովրդին ծանոթ լինի, ու որ նվագում եմ այդ մեղեդիները իրենց ծանոթ է, իրենց կողմից ավելի sense բան եմ զգում, ներգրավվածություն եմ զգում, սկսում են այն մարդիկ կան, չէ, sense դեմքով հարսանիքների վաղ, sense կանգնած են, բայց հենց իրանց ծանոթ sense հայկական են հին երգերից էս նվագում օրինական բարեղանակներից, մենք մի քիչ զգում ես, ասենք ոդկա սկսես շարժել, sense մի քիչ բացվում է մանր ձերքնա բարձրանում, sense կարողանում ես դու այդ երաժշտությամբ մարդուն հետ բերես։ Հիմա իմ նպատակն է, որ ես միշտ խոսում եմ դրա մասին, որ Ես էսի լսում էլի, որ մենք ստի գանձարան ունենք լիքը բանկավորել է էլի, ամեն ոդկասթի ժամանակ հայկական ու հարսանեկան նույն երգերի մասին ենք խոսում, որ կարելի է ապարել դրանց։ Ոչ թե պետքա այդ մարդկանց, ովքեր որ այդ գործով են զբաղվում, վիրավորել, կպնել, այլ մարդկանց կարելի է օգնել կամ ցույց տալ, ասել։ Չէ, վիրավորելը ոչ մի հարցի լուծում չի, բայց մեծամասնությունը, որ մի օր ժամանակ ունենաս հավեսանես, մտնես YouTube, անազգաններ տամ մտնես կարդաս, абսուրդ է տիրում, ասենք ես երբեք չեմ տեսել, որ օրինակ ԱՄՆ-ում, օրինակ Ամերիկայում ինչ որ մի հատ ջազ խմբի երաժշտության տակ ռոքի մոլի երկրպագու մեկը մտնի գրի խի ռաբի Չէ, ես մտնում եմ իրենց մոտ ուրիշ բան կա, այն որ այս երաժշտությունը դու վերցրել ես իրենց մոտ, հա, բայց մի քիչ sense է։ Դու այս երաժշտությունը վերցրել ես տեից, դու այս հրա երաժշտությունն ես նվագում, բայց առանց վիրավորելու, ոչ թե, չգիտեմ, ես քո sense-ը քո տնեցիկի անարգալից ձևով այդ ամեն ինչը կատարվում, օրինակ բազմիցս տեսել եմ նույն ռեպի մեջ, նույն ջազի մեջ, օրինակ ինչ-որ կլասիկ մոտիվներով որ երաժշտություն է լինում, այդ տակը տեսնում ես մեկը հասկացող մեկը, ասի կլասիկ երաժշտությունից հասկացող, ասում է, որ ինչ կայֆ էր դզեց, բան այստեղից բան արեց, մեջբերում արեց, այս ստեղծագործությունից, ինձ դուր եկավ սա։ Հարգանք է։ Այս ռեպի մեջ եմ սիրում, հա։ Մենակ ռեպի չէ, նույն ջազի մեջ ամենտեղ էլ կարող ես օգտագործել երաժշտությունը, սահմաններ չունի։ Բայց երբ որ նորից էլի գալիս ենք այնտեղ, երբ որ դու էթնիկ պատկանելիություն ես ուզում ցույց տաս բեմից, պետքա կատարես այնց ոնց որ մակրամակուր ու ճիշտ է։ Մակրամակուր ձևով, այնց ոնց որ կարգն է։ Օրինակ հիմա ես որ եւի հարց կծակի թեխի եմ լսում իրանց, ասենք շատերը լսում են ինչ որ կոպիտ ասած կտոր փախցնելու, խաղիկ սովորելու կամ մեղեդի սովորելու համար, չէ, ես լսում եմ որ իմ մեջ գծվի այդ կարմիր գիծը թե ես նվագելուց երբ որ իմպրովիզացիա անեմ, չանցնես։ Որն է այդ կետը, որ ես այդ գիծը պետքա չանցնեմ։ Դու երաժիշտ ես, դու ուրիշ ես։ Նույնը ես կասեմ երգչի առումով, որ իմ համար էլ կարևոր է լսել, որ ավել մելիզմատիկա չլինի, որտեղ մեր երաժշտությունները երբեմն այնքան նման են լինում ու խաղիկները այնքան նման կարան լինեն, որ դու մի հատ անցնես ու դառնա դա քրդերի կատարած երգ։ Չեմ ուզում էլի օրինակներ բերեմ, բայց Հանինայի, Լեյլեմ Լելեի տարբերակներ ունենք, որ դու մի հատ նոտա անցնում ես ավել, ու վсё դու հայտնվեցիր Քրդստանում ու Թուրքիայում։ Դա այդ հին երգերը մի քիչ ուրիշ է, որովհետև բոլորը այդպես կռիվ ունեն իրար մեջ, թե այդ մեր երգն է, ձեր երգն է, թե ուրիշի երգն է, բայց քիչ թե շատ ժամանակակից այդ իրանց երկրների կատարողներից երբ որ վերցնում երգում են ինչ որ արտիստներ լավ իրենց ասենք ու մտնում ես կոմենտ կարդալու շատ սեր չունեմ նամանավանդ Facebook-ի, բայց YouTube-ին է այդ մարկանց հետաքրքիր է։ Դու մտնում ես իրանց կոմենտները կարդում ես, ադրբեջանցիները մտնում են, հղումները դնում են իրանց 70 քանի թվի ինչ որ մի հատ
ադրբեջանցի ներշի որ չեն արել։ Չէ, բայց ասածս այն է, որ քիչ թե շատ ժամանակակից շրջանում իրանք ունեցել են ինչ-որ երգեր, որ իրանցն է։ Մի ինչքան է քեզ մեջտեղից ճղես, օքեյ, վատն է, բայց իրանք են արել։ Խենք մենք այդ վատը վերցնում անում, եթե օրինակ պիտի վերցնենք, մեծ Եվրոպան այնտեղ դրած կամ չգիտեմ, այդ մեծ արևելքը այնտեղ, որ գոնե արաբներից կարելի է վերցնել, որովհետև իրանք օքեյ, մուղամ, բայց դա էլ իրանց ժանրն է, կարաս վերցնես, իրանց ձևով գոնե ներկայացնես, գնում են վերցնում են ադրբեջանցուց, որ տակ է ինչ-որ մի հատ չստացված ադրբեջանցի մտնի կոմենտ գրի, որ այս վերցել եք մեր այս արտիստից, վերջում ավելացնեն, որ Արցախը իրանցն է։ Ամեն ինչի տակ մի հատ էլ այդ գրեն։ Իսկ խես տերծում մի հատ է առիթ, որ մի հատ է հիշեցնեն։ 70-ականների այդ ամբողջ պատմությունը ես չեմ կարող բան ասեմ, որովհետև սովետի ժամանակ իրար հետ ապրած ժողովուրդ են ու սովետը ստիպել է, որ եթե երգը գրվում է, կա sense բան, որ մի քանի լեզվով պետք է այդ նույն երգի երաժշտության վրա ենթադրենք երգ լինի, բայց ես դեմ եմ, որ հիմիկվա ստեղծվող երգերը կարա օրինակ պլագիատ լինի, չգիտեմ, Իբրահիմից կամ այլ անուններ չասեմ այդ մեկին եմ Կրվեցիք մի քիչ հանգստացի։ Նորմալ է, ես հակառակ ուզում եմ ունես մի հատ պատասխան տամ, որ երկուսիդ էլ sense սպիտակ դրոշակ դες մեջտեղ ասես դնեմ։ Ես մեր ամեն օրվա կռիվներն ամեն ոդքասթը մենք էլ ունենք մեր կռվի ձևը։ Ես իրան երկու ուղարկում ասում եմ, ես երգա ինքն է ինձ ուղարկում, ես եմ ասում ես ինչ երգա։ Լեոն ջան, ուրեմն 20-րդ դարի սկզբում մենք ունեցել ենք Հովանես Իոնիսյան անազգանով դիրիժոր, երաժիշտ, որը ապրել է Բաքվում, այնտեղ եղել է ժողգործիկների անսամբլ է հիմնադրել եւ այնտեղ առաջինն է եղել, որ օգտագործել է դուդուկ, թար, սազ, քամանչա, մնացած այլ գործիքները։ Ու այն ժամանակ դե որ Բաքուն համարվում էր էտալոն տեղ, նավթային քաղաք, պետություն, ամեն ինչ նոր էր, նորավոճ էր այդ ժամանակվա համար, կամ այնտեղ էին, կամ Թբիլիսիում, այն ժամանակ, ասած Թիֆլիսում։ Ուրեմն երաժիշտները այստեղ ավելի մեծի հետևից գնալով, այսպես ասած, գնում են Բաքու, մեր երաժիշտները, շատ անուններ կարող եմ տալ, ու սկսում են մեր երաժշտությունը Բաքվի հովանու ներքո այնտեղ ներկայացնելու։ Մենակ երաժշտությունը չէ, նկարչություն։ Դե ամեն ինչ, ու ժամանակի ընթացքում խոհանոց եւ այլն եւ այլն։ Ժամանակի ընթացքում այդ մարդիկ այդ ադրբեջանցիները, մոնղոլ թաթարները, այսպես ասած, այնքան են այդ ամեն ինչը սերտում, այնքան են դրա մեջ էփվում, վարպետանում, որ արդեն որոշ ժամանակ հետո իրենք մարդիկ ասում են, էս մերն է։ Բայց մեր երաժիշտներն են գնացել ստեղից այնտեղ։ Երկու սերունդ հետո արդեն լսել են իրանց մոտ, ուրեմն իրանց։ Մենք հիմա կոնսերվատորիայում երաժշտության պատմության ժամանակ անցնում ենք այդ մարդկանց անունները։ Կարո Չարչօղլյան, Սերգեյ Օգանեզաշվիլի, նույն այդ Հովանես Իոնիսյան եւ այլն, որոնք հիմք են դրել Բաքվի այդ երաժշտական դպրոցին, այսպես ասած։ Նույն Կարո Չարչօղլյանը առաջինն է եղել, որ այդ մարդկանց մոնղոլ թաթարներին սովորացրել է, որ մուղամը կարելի է նաև նվագել, ոչ միայն երգել։ Ու այսպես շատ բաներ, ու ուզեմ նաև այնտեղ մուղամից խոսք գնաց, մուղամի մասին երկու բառ ասեմ։ Մուղամը ունի երկու տեսակ։ Մեկը դա որպես իմպրովիզացիոն երաժշտություն, մյուսը դա որպես ձայնահամակարգ, ձայնաշար, լադա, այսպես ասած, գամա, որ ավելի քեզ հասկանալի լինի։ Երաժիշտը ինչ որ մուղամի մեջ, այս լադային համակարգի մեջ իմպրովիզացիա անելու համար օգտվում է այդ նոտաներից։ Ու հիմնականում դրանք ունեն արաբական եւ պարսկական ծագում, ավելի շատ պարսկական ծագում։ Ու անուններն էլ հենց պարսկական են։ Օրինակ Ռաստ, ունենք Ռաստ Մուհամմադ, որը որ պարսկերենից թարգմանաբար նշանակում է մաքրամաքուր։ Դա նույն եվրոպական ձայնային համակարգում դա նույն մաժոր գաման է։ Ունենք դե նարդիով որ խաղում է, կիմանա այն պարսկերեն թվերը որ հաշվում են։ Ունենք սեգա, սեն երեքնա, գահել նշանակում է բարձունք գագաթ։ Սեգա ձայնաշարը կառուցվում է մաժոր գամայի, այսինքն նույն ռաստի
3-րդ աստիճանի վրա։ Իսկ ինքը ունի նույն այդ Rust լադի նոտաները, բայց կարծում եմ 3-րդ աստիճանի վրա C 3։ Ունենք Chargia ջարը 4։ Նույն հոգեբանությամբ sense գնում է։ Պարսիկները նաև ունեն Bayat-ի Shiraz լադ, այսինքն լադերի անուններն եմ տալիս, որոնք որ մենք էլ ենք օգտագործում շատ, որոնք որ ունեն պարսկական ծագում։ Bayat-ի Shiraz-ը դա Bayat-ի լադն է, որը որ նվագել են Շիրազ նահանգում, այժմյան Շիրազ քաղաքում, Շիրազ նահանգի երաժիշտները իրենց ուրույն ձևով են ամեն ինչը ներկայացրել, հա, իրենց ձևով են նվագել, ու Պարսից շահին տենց լուրերը հասնում է, որ իր թագավորության բան Շիրազ նահանգում այսպես են նվագում Շիրազ քաղաքում, կանչում այդ երաժիշտներին ու տենց անունը կնքում է Bayat-ի Շիրազ։ Ու այսպես ամեն մի անուն, ամեն մի ձայնաշարժ, ձայնային համակարգ ունի իր ձևը, ունի իր այսպես ասած ոճը, ճիշտ նվագելու կարգը, ուղղությունները, մենք ասում ենք ճամփեքը, լադերի մուղամատների ճամփեք, թե որ մուղամատից, որ լադը կարաս գնաս, որ լադից, որ լադը պետք չի գնալ, չի կարելի սխալա եւ այլն եւ այլն։ Բայց մենք այդ ամեն ինչը տենց այն լրիվ ճիշտ ձևով չենք, լրիվ ճիշտ որն է, ճիշտ ձևով չենք օգտագործում։ Մենք հիմքն ենք մենակ օգտագործում։ Օրինակ Rust մուղամատն է, մենք մենակ այն հիմնական մասն ենք, մնացածը արդեն մեր զգայուն, զգալու հաշվին այդ ամեն ինչը կատարում, պատկերացման զգացողության։ Բայց այդ մարդիկ, ովքեր որ ծնված ժամանակվանից կոպիտ ասած այդ դրա մեջ են ծնվել մեծացել, իրանք այդ ամեն ինչը շատ լավ գիտեն, տիրապետում են, հա։ Իրանց մեջ է, իրանցն է դա։ Իրանք շատ ճիշտ ձևով բոլոր լադերի ճանապարհները ամեն ինչ գիտեն։ Ուստեղ էլի հետ են գալիս պատմություն, որ այդ մնաց մեր աշխարհագրական դիրքը խաշմերուկում է, որ ոնց անցել դարել են գերտերությունները, մեկը այնց պատերազմների մեջ են եղել, ինչ-որ այլ կայսրությունների, թագավորությունների ազգերի տիրապետության տակ են եղել, այդ մշակութային փոխանակությունը եղել է։ Նույն բյուզանդացիների, նույն արաբների, պարսիկների, բոլորի ազդեցությունը ու նույնը հակառակը հայերի ազդեցությունը նրանց մշակույթի վրա, երաժշտության ու մնացած ճարտարապետության։ Պարսիկ ծանոթների իմ հետ որ խոսում եմ, իրանք բոլորը շատ բարձր են գնահատում այն հայերի արասները, իրանց մշակույթի ու առհասարակ այն ինչ-որ մակապարակը։ Շատ։ Հա, իրանք բոլորը տենց շատ մեծարելով են հայերի մասին խոսում, այն ինչ որ մենք չենք անում օրինակ։ Մենք մեր հայերի մասին այտենց չենք խոսում ու դա շատ տխուր է, էլի։ Ուրիշների մասին կարանք անենք, ուրիշների արասները մենք ներքին էգոն է եւ ներքին նախած։ Ես օրինակ շատ քիչ եմ տեսնում, որ ասենք օրինակ Սուսաննան ինչ որ մեղեդի է երգել, երաժշտությունը երգ է երգել, գցել է, քո օրինակն եմ էլի բերում կներես, ու ուրիշ երգիչներ, որ ասենք մտնեն Սուսաննայի տեսանյութի տակ, հա։ Իրականություն է, բայց քիչ։ Մտնեն ինչ որ լավ բան գրեն։ Հա, բայց ազգայինի մեջ բացարձակ կապ չունի Սուսանան ստեյա, մեկը այդ անկեղծ կասեմ, Սուսանան իրար հետ էլ քննարկելուց միշտ ենթադրենք կարող ուղարկեմ գիտես նա ինչ լավ երգ եմ գտել, ինքը այդ երգչի մասին կամ երգչու մասին պատմի, լավ բաներ կասի, որ չեմ հարցրել, բայց ինքը ասում է, այս մարդը օրինակ այս մի բանը ինչ որ շատ լավ է անում, էսի լսի, մի հատ այս երգչից կամ երգչուց, մի հատ ուրիշ երգ ուղարկեմ, էս էլ լսի։ Հա, լավի ու վատի երգացի։ Այդ կապ չունի, որ Սուսանա ստեյա, մեկը այդ կասեմ նաև, երբ որ ինքը ստեղ չլինի, մեկը կասեմ։ Կան ասողներ, բայց շատ քիչ են, որը որ բնականաբար, բայց իմ ամբողջ միտքն է, որ պետք է գերակշիռ մասը պետքա կազմի, ոչ թե մի քանի օրքի, որ երկու ձեռքի վրա հազիվ հաշվես։ Հա, բայց ինձ թվում է սերունդ չասեմ, որ ուրիշ ոչ մեկին չվիրավորա։ Սերունդի բայց հարցը օրինակ չի։ իմ գործի մեջ, երբ որ ես նոր սկսում էի նկարել, բան 10 տարի առաջ, որ ինչ որ մի հատ օպերատորի հարցնում ես մի բանը ոնց անենք, ասում էր, «Լավ դե դուք ցեզնից ինչ օպերատոր բան չեր ասում»։ Խանդեր, նախանձեր, վախեր գործնելու թե ինչ։ Մենք տենց չենք։ Մենք տենց չենք։ Ինձ որ զանգում հարցում են այս մի բանը, ոնց կարելի է անել, ես դնում եմ, պատմում եմ, սցենար եմ իրանց համար գծում, ասում եմ արեք։
խի որ իրանք էլ սովորեն, որ կարելի է դիմացինին օգնել, եթե դու ինչ-որ մի բան գիտես, որովհետեւ ես էլ ինչ-որ մի բան չիմանամ, կարամ հարցնեմ մարդուց, ով որ գիտի։ Ու շատ տխուր կլինի, որ հարցնեմ, ինչ չասեն։ Կամ երբ որ ես լավ բան եմ անում ու չեն ասում, գիտես ինչ կա։ Այս մի բանը օրինակի համար լավն է, հավես այդ կորումը, չէ՞ ուզում այդ նույն բանը շարունակես երկրորդ անգամ անես։ Նույնն էլ երգի մեջ է, չգիտեմ, դու կարաս գտնես մի հատ լավ երգ, մշակես, ճիշտ ձևով, ճիշտ հայկական ձևով ներկայացնես, ու եթե մարդիկ կարան լսեն, բայց երբ որ քո գործընկերներն են քեզ դնում, գովում ու ասում շատ լավն է, այդ լրիվայից զգացումը ու բան, հա, ինքը քեզ ավելի մեծ ստիմուլ է տալիս, որ դու շարունակես։ ժամանակի ընթացքում էլ ճիշտ է, քո լավագույն ընկերներից կարծիք լսելը երաժշտության մեջ այդ լրիվայել ոնց որ պիկի վրա լինի, բայց որ մեկ այտենց այն մարդիկ ովքեր երբեք բան չեն ասել ու մեկ էլ հոպ կամ լավ կամ վատ բան են ասում, ուզում ես հասկացած լես որտեղ են ասում գցած լինի։ Ինչա կատարում։ Սախ ոդկից են զարթնել։ Հա, ինչա կատարում։ Կամ օրինակ դեմքից ժպտան, բայց չեմ սիրում։ Ես բնավորությամբ ուղիղ մարդ եմ։ Ես բնավորությամբ ուղիղ մարդ եմ, եթե մի բան կա իմ դուրը գալիս է, ես այդ մարդու չեմ զլանա, չեմ ամաչի, այդ մարդու դեմքին կասեմ։ Զգացել ենք։ Այո։ Իսկ եթե դուրս չի գալիս, չէ, այդտեղ ոչ թե էգոիզմն է, այլ հակառակը ազնիվ լինելու։ Բայց ես էգոիզմը վատով չեմ ասում։ Ես մտածում եմ, որ պիտի արտիստը նաև լինի էգոիստ, որովհետև հենց դա եթե ուզում ես լավ բան ստեղծես, պիտի քեզ արտիստները լսեն, որ էգոիստ պետքա լինեն, բայց իրենց մոտ դա իսեն շատ բայց չեն հասկացել, որ արտիստ չեն։ Իրանք ավելի շատ դառնում են էգոիստ, քան արտիստ։ Բայց մի հատ ուրիշ պահել կա, երաժիշտներ կան, ես գիտեմ, իմ շրջապատում էլ կան, որ օրինակ իրանք բացի իրանք արածից ամեն ինչ կուզենան մյուսի արածի մեջ գտնեն, ամեն ոտ բան, բայց մենակ վերջում ասեմ, որ ես այտենց չի անի, այդ էլ օրինակ իմ համար էլի այդքան ընդունելի չի։ Նայ ես էլ ունեմ, այդ ոնց որ անխուսափելի բան է, ոնց որ մի հատ բանաստեղծի բերես ուրիշ բանաստեղծի գրած Իսահակյան Ջիվանի։ Հա։ Բայց այդ Բախման արդյունքում ինչ է ստեղծ, ինչեր է ստեղծվել։ Բայց ես այսօրվա մեր երաժշտական իմ կարծիքով այդ քիչ հաստատված լինելուց է քո մասնագիտության մեջ։ Երբ որ ես ինձ 5-6 տարի առաջ ցույց տային ինչ-որ մեկի նկարած վիդեոն, ես էլ էի ասում, այս մի բանի ես sense կանայի, այս ես sense չի անի, եսի դուրս չի գալի, հիմա տենց չի։ Հիմա հասկանում եմ, թե այդ մարդը խի է տենց արել, ինչ մտքով է տարել, ամեն դեպքում այդ մարդու արածն է։ Եթե ուզես հələ տենց անի, տենց արի։ Բնականաբար։ Լավ արի, որ տենց արի, ինքը տենց է ուզեցել անի։ Ինձ թվում է պիտի նաև դրան գալն է դժվար։ Մի քիչ հաստատված լինես որպես մասնագետ քո գործի մեջ, որ դրան գալը բացել, որ դժվար է, համաձայն եմ Լեովին, Լևոն ջան, այնտեղ նաև ուրիշ պահ կա, երբ որ ասենք ինչ որ վիդեո կամ ինչ որ ձայնագրություն են ցույց տալիս ինձ կարծիք են հարցնում, ես նախընտրում եմ ազնիվ լինեմ, Անչափ կարծիքը թե հա երբ որ կարծիք են հարցնում, հա, ոչ թե որ լսեմ ու ասեմ, վայ, այստեղ էսի սենց սխալ է նվագել կամ չէ, մարդու պատկերացումն է դրա մասին։ Երբ որ կարծիք են հարցնում, ես չեմ բանանում էլ են կան չէ, որ վայ, լավն է, բան, թույն, ապրես, բրավո, բան, սենց, բայց կեղծավոր է այդ ամեն, կեղծ է։ Ում որ ասում է ինքը համ sense նպատակն է որ հասցնի որ էդի կեղծ է։ Հա։ Դու բոլորին դա չի վերաբերվում, բայց ես ավելի շատ նախընտրում եմ ազնիվ ասես մարդուն քո կարծիքը։ Ու երբ որ լավ է լինում, ասես լավ է։ Ու նենց ասես այդ լավ է, որ այդ մարդը հասկանա որ լավ է։ Հիմա մոդա է, չէ՞, տրավմա, բան sense։ Բուլինգի չի ենթարկես։ Որ հանկարծ այդ մարդը տրավմաներ չստանա, ինքը իր գործից չի հաստատվի, իր մուսան չփախնի։ Քանի որ ես լինելով Կարին բենդի անդամ երգչուհիներից մեկը, Կարին նվագախմբի։ Կարին նվագախմբի, այո։ Կասես, ինձ էլ ծանոթացնես նորություններին այս տարվա, որտեղ այս տարի Պարոն Գինոսյանի 60-ամյակն է, ինչ նորություններ ենք ունենալու ու հանդիսատեսնել, որտեղ միշտ համերգները sold out է ու ամենասպասված համերգներից մեկն է ազգայինի աշխարհում, որպես այդպեսի։ Հատուկ սպասում ենք, որ բլբլթա։ Մենք էլ ենք սպասում։ Բացի Պարոն Գինոսյանի 60-ամյակը, նաև Կարին
ավանդական երկի բարի խմբի ու ծովակ ավանդական երկի բարի խմբի 25-ամյակն էլ այս տարի ունենք արժևում լավ հետաքրքիր ծրագրեր, չեմ ուզում շատ բացեմ փակագծերը, բայց այս տարի մտ շատ բոմբ տենց մտ ծրագրով լավ համերգ եմ պատկերացրել ստեղ, որ ուզում եմ ստեղից գա ու իրականանա։ Լավ բան եմ պատկերացրել մենք բոլորս։ Սփոյլ չես անում։ Աշնան է Вообще սփոյլ չէ։ Հա, չէ, դե տեղը ծրագիրը ինչ բնույթ եւ այլն, դե չեմ ասի, աշնան է, բայց այս անգամ արդեն ավելի մեծ դահլիճում որտեղ ավելի շատ մարդ կա, անցած Էլի sold out-ա լինելու։ հուսանք։ Մենք էլ կտեղեք ասենք, երբ որ արդեն օր տեղ ժամ լինի։ Անպայման կասենք մեծ հաճույքով կսպասենք քեզ, Լևոն ջան, որ գաս լիքը զուրնա լսես ու որ Ճիշտ զուրնա լսես։ Ճիշտը մի քիչ հարաբերական է, իմ համար քո համար կարա ճիշտ լինես, մարդու համար կարող է չլինի, պկուել է լինելու։ Ու բլուլել, կոպալել։ Չէ, մեր նվագախմբում ազգային գրեթե բոլոր գործիքները կան, թե լարային, թե հարվածային, թե փողային։ Դե երկերն էլ մաքսիմալ առանց աղավաղելու մակրամակուր։ Դե հիբրիդացել ենք բաս գիտարի, այնտեղ մի քիչ դրամ սեթի հետ, քիք ենք օգտագործում բան, այտենց ռուսերեն ասած большой барабан, դա ու ծնծղաներ ենք օգտագործում, այտենց հետաքրքիր ինչ-որ նորամուծություն չեմ ուզում ասեմ, բայց հետաքրքիր համերգ է սպասվում, հուսով եմ քո դուրն էլ կգա, դու ոնց հասկացա շատ բծախնդիր, տենց ուշադիր հանդիսատես ես, ինձ շատ այն ամենայնազդությամբ շատ հետաքրքիր Գարմինու արիերթանքն է սիրում պատկերացրել։ Իմ կարծիքով մեր ծրագիրը իր դուրը կգա։ Ինձ էլ է թվում։ Կարփիցերին լսել եմ, ես։ Մենակ Գարմինու արիերթանքը չի։ Ես ձեր երգերը ձեր հետ երգում եմ, որ բեք վոկալի երեխեք հետո չլինեն, կարամ գամ։ Իմ կյանքի երգած երգերից երևի 10 հատ կարամ առանձնացնեմ, որ իմ ամենաիդեալական, չգիտեմ, աստվածային երգերն են եղել, որ ես երգել եմ, դրանցից մեկը Ճուղտակ մամա։ Չէ։ Ճուղտակ մամա չկա 10 հատի մեջ։ Դրանցից մեկը աղջկանը ոսկե չեմ կրնա խաղա։ Բալուի հարսանեկան։ Այդ մեր առաջին մենահամերգը, որ պետքա լիներ, դե պարոն Գինոսյանի դեպքերը նոր էր եղել, ինքս 4 էլ չէ։ Մարտի վերջից արդեն սկսեցինք։ Հա, մարտի վերջից, ապրիլի սկզբից սկսեցինք։ Հենց մինչև վերջին բջիջս մի քիչ կարող կոպիտ հնչի, սիրուն չնչի, ոտից բութմատի ուղի ծերից մինչև գլխից մազի ծերը, ասենց խորասուզվել է այդ ամբողջ process-ի մեջ։ Ու ամեն ինչ շատ բաներ են քնում։ Երևի այդ ամբողջ մի 2 ամիսը իրար որ գումարեմ, երևի մի 10-15 ժամ եմ քնել, նիհարել էի 13 կիլո նիհարել էի, ասենց աշկերիս տակը սև բան, sense ոնց որ իմ պարտքն էի համարում, որ այդ ամեն ինչը պետք է, որովհետև մեր ծրագրերի մեջ կար, մենք նույնիսկ 23 թվականին պարոն Գինոսյանի հետ փորձեցինք նվագախմբի, երբ որ կաղապար ստանանք, փոքրիկ տենց համերգիկ դրեցինք, որը իմ սրտով չէր, ես էլ բծախնդիր եմ, ահավոր ու քթիմաց դաժե կարամ ասեմ, տենց որը ժամանակ ասեցի դադարտնանք, ավելի սիրուն, ավելի մանրակրկիտ, հստակ ծրագիր կազմ ստեղծենք ու պրոստը չհասցրեցինք, բայց հուսով եմ, որ պարոն Գինոսյանի հոգին մեզ հետ ա եղել ու այդ ամբողջը իմ գոնե իմ պատկերացրած ու անի պատկերացրած ձևով տենց Առաջի համերգը շատ էմոցիոնալ էր բոլորիս համար։ Շատ էմոցիոնալ էր, վերքը թարմ էր, չնայած որ մինչև հիմա էլ բաց է։ Պարոն Գինոսյանից կուզեմ 2 բառ ասեմ, ինքը կարող էր մարդուն մի քանի նախադասությամբ այնպես թևեր տար, այնպես մոտիվացներ, այնպես մտցներ ազգային այս մտած գաղափարի այդ երաժշտության արվեստի մեջ, պատմության մեջ, ասես ուղնուցուցով որ դու սկսեիր արդեն ուսումնասիրել է։
նու վերաբերում այդ մարդկանց, ովքեր որ իրան ուշադիր լսել են։ Ինձ ասում էր պետքա օպերա գրես մեր ազգային գործիքներով, որ դրա հիմքին ներկայացում բեմադրենք, այնց փորձը արեցի Կինոսյանանի հետ, այդ խնկահոտ երկիր ներկայացումը եղավ, ու չասեմ, որ ստացվեց, բայց այն, որ պարոն Կինոսյանի մոտիվացիան ինձ մաքսիմալ հասել էր տեղ, օգնել էր այդ գործում, հա, ու զգում եմ, որ դեռ այդ գծով աճելու տեղ ունեմ ու կարող եմ այդ իր խոսքերին հավատալով ավելին անել, քան որ արեցի այդ անգամ։ Ես չեմ լսել, բայց միտքը շատ հետաքրքիր է, եթե պարոն Գինոսյանն է մտածել է, որ քեզ պետք է ասի։ Ինքը տենց կարելի ասել ուրեմն պետք է անես։ Ազգային մյուզիկլ էր, շատ կոպիտ ասած։ Ամբողջ ներկայացումը կենթանի նվագակցության ներքո, Երգերով։ հա, երգերով, ամբողջ գործիքավորումը մերն էր, մեր նվագախմբինն էր։ Ու տենց ահա որ լարված ֆոնի մեջ, որ առաջինն է, տենց բան դեռ չեն արել, ու ֆոլք միջավայրում sense ասած, այդ լարվածությունը, որ դերասանների խոսքը սցենար անգիր է արել, թե որ խոսքից, որ տառից, բառից հետո պետքա այս երաժշտությունը սկսվի, այս երգը բարը, sense ու համ նվագում էի, համ տղերքին աշկով բան մեր խմբին, sense աշկովունքով, վերջը, հետաքրքիր համով հոտով բաներ։ Տեսանուչեր ձայնագրություններ ցույց կտամ կլսես։ Հա, չեմ լսել, կուզեմ, իրոք կուզեմ շատ լսեմ։ Անպայման։ Մի հատ էլ ես միտք կարամ ասեմ։ Այդ միշտ ուզեցել եմ, ես ինձ թվում է վատ եմ երգում ու ոչ մի գործիք չեմ նվագում։ Հիմա որ էլի ասեմ Զարահին ենք էլի։ Էլի Զարահին կհիշեմ, որ ուզում եմ գիտար նվագել սովորեմ Զարահի մոտ, բայց ես միշտ մտածել եմ, որ Հայաստանում չկա էթնոմետալ խումբ։ Կան մարդիկ, որ ունեն ռոք խմբեր, որտեղ որ երգում են նաև ինչ որ հին հայկական երգեր, բայց որ հենց էթնիկ ու մետալ Վիշապ չկա։ Չի ասի։ Օրինակ ես վերջերս մտ ռոքա, հա, բայց վերջերս մտ հունական խմբի ռիլեր էր անցած բերում, որ ինչ որ մի բան ջարդում ու սկսում էին նվագել։ Գարիկն ու Սոնան կարելի է, նու մետալ չէ, բայց ռոք, իրենք ռոք մոտիվներով, կաթիլն էլ։ կաթիլը ֆյուժն է, ավելի շատ։ Չէ, բայց օրինակի համար, չգիտեմ, Քորնի պես խումբ կամ Մետալիկայի պես խումբ, որ այդ ամեն ինչ երգես հայկական երգ է։ Իրականում հեշտ չի, ինքը այսքան այդ երաժիշտը համ պետք է այն լսի, համ էլ այն ու երկուսն էլ պետք է այնպես մակարդակի լինի, որ կարողանա ճիշտ միաձուլել, որ արդյունքը ականջին հաճելի լինի։ Ես չեմ կարա, որովհետև ես այդ մտածողությունը չունեմ, բայց շատ եմ ուզում լինի։ Ես պրոդյուսեր կլինեմ։ Իսկ փողերը ես կաշխատեմ։ Մեկ հարց եմ ուզում տամ, դու քեզ աշխատասեր համարում ես։ Ալարկոտ, բայց հա։ Ալարկոտ աշխատասերը դա բարձր ինտելեկտի նշան է։ Մերսի։ Վարպետս հետաքրքիր օրինաչափություն ունի, ասում եմ կան մարդիկ, որոնք ունեն այսքան տաղանդ ու այսքան աշխատասիրություն, իրանք իրենց տաղանդը այսքան նվազեցնում են։ Ու կա մարդ, որ ունի այսքան աշխատասիրություն ու այսքան տաղանդ, իր աշխատասիրության հաշվին տաղանդը մեծանում։ Այսինքն ամենակարևոր բանը ուտել հորիցս եմ սովորել, հայրս տենց հին խոսքերի հետ շատ մեծ սեր ունի, էլի ասացվածքներ, բաներ։ Ես էլ տենց լսում եմ, միանգամից save եմ ամ դնում եմ ջեբս օգտագործում եմ պետք է այս ժամանակ ասում եմ որ ուզում ես ոչ մի խանգարող բան չկա ասում եմ թունելները ոնց են ստեղծվել մարդը հալարել է հելնի այդ սարը իշնի որոշ ասել եմ մի անգամ տանջվեմ թունել փորեմ մեջով գնամ ինքնաթիռ նավ մեքենա եւ այլն ամբողջ հիմքում մեր ամբողջ կյանքի հիմքում ցանկությունն է ցանկությունը կա ոչ մի խանգարող բան չի կարա լինի Դե շատ լավ ես ասում հիմա գիշերը որ գնամ պարկեմ այդ մտածելու եմ բայց վաղը չանամ էլի այդ դեր այդ կապած ոչ մի բան մաքսիմում պիտի գնամ վոկալի երգել Չէ պարտադիր չի վոկալի գնաս սուսիկի պես
ընկեր ունես, հաստատ ինքը կօգնի։ Չէ, ինձ դուր է գալի լինել երաժշտության մեջ, եթե նվագեի, իրոք գիտար կուզենայի նվագեի, զարը։ Ես ազնիվ լինեմ, այն ակուստիկ գիտարը իմ ոչ թե զզվել է, ամենակիչ սիրածած գործիքն է։ Իմն էլ երևի։ Խի, որովհետև որ շատ մարդ է նվագում ու հիմնականում վատ են նվագում, sense հա, երգում են պսևդո Ռուբեն Հախվերդյան, բան sense ինչ որ էս մակարդակի մեջ, ես չէ, դու մի բան անում ես, լավ արա, դու չես։ Բայց ամեն դեպքում պիտի դրանից սկսես սովորել, որ հետո սովորել ոչ մեկ չի խանգարում, բայց պետք չէ դի դնես նկարես, գցես YouTube, դառնա հիթ, թող դառնա հիթ, ես մենակ ուրախ եմ որ բան, բայց YouTube-ն Հայաստանում արդեն բաց է։ այդ դժվար չէ, բայց միտքը որ լինի metal band, որը որ երգում է էթնիկ հայկական երգեր, ու մեջ օգտագործի նաև հայկական գործիքներ։ Պատկերացնում ես, օրինակ metal-ի մեջ բլուլ։ Ես պատկերացնում եմ։ Metal-ի մեջ ավելի շատ պկու զուրնա եմ Ես պատկերացնում։ եմ պկու զուրնա պատկերացնում։ Օրինակ System of a Down-ի երգերը լսելուց որ ակտիվ երգում են, մի պահ հանգստանում է, ու էլի ակտիվ երգել։ Պատկերացնում ես այդ հանգստանալու պահին բլուլ լինի։ Մեր այս ֆոլք գործիքները իրանք շատ ուժեղ միաձուլվում են բոլոր տեսակի երաժշտություն, կլասիկ ունենք փորձեր, որոնք որ հաջողված են կարելի ասել, ջազի մեջ, էթնո ջազ, կատուներ խումբ, Armenian Navy Band, Reprise, ու sense կարող եմ ավեշ թվել, ու հիմա որ ահա որ են շատացել, որը շատ լավ է, հա, որի մեջ շատ որակ կա, դե իհարկե իմ համար էտալոնը Navy Band-ն է ու կատուները, հա, մեծ ուրիշ աշխարհ այլ այնց կազմով հավաքվել են, ամեն մեկը իր մասնագիտության մեջ հիմիկվա գիգանտներն են։ Ոչ միայն հիմիկվա, այդ ժամանակվա էլ իրանք տենց այդ դժվար ժամանակ sense տենց էլ իրանք էլ տենց հեղաշրջում արեցին, հա, abstract էր, մարդկանց ականջին նոր էր։ Ասած այդ հիբրիդը շատ ռեալ է, ոստը ցանկացողներ են պետք, որոնք որ դաշտը բաց է։ Okay, ես միշտ մտածում եմ դրա մեջ փող չկա։ Դրա համար ճանան։ Ես տենց չեմ մտածում, տենց գործ չկա, որ մեջը կոպիտ ասած փող չլինի, ոստը լավ գործանող է պետք։ Պրոդյուսերից է ու լավ գործանողից։ Հա, պրոդյուսերը շատ բան է փոխում, համաձայն եմ, բայց ես բոլորս էլ գիտենք էլի օրինակներ, որ մարդիկ առանց պրոդյուսերի ինչ վերելքների են հասել ու հենց նույն պրոդյուսերների պատճառով ինչերի են հասել։ Դե պրոդյուսերից շատ բան է կախված, թե քո երաժշտական ճանապարհը ոնց կգնա։ Այդ ամենալավ օրինակը Rick Rubin-ն է, ինքը լիքը մարդկանց ալբոմի պրոդյուսեր ա եղել, Eminem, System of a Down, Red Hot Chili Peppers, ինքը գտել է այն մարդկանց, ուղղակի գնացել է ինչ-որ մատ կլուբ նստել է, լսել է, հետաքրքիր եղել, վերցրել իրենց դարձել է տենց թույն դեմքեր։ Ոչ մի չի փոխել։ Այդ օրինակ Re-Range-ի ոդկասթում են միշտ է դրա մասին պատում, Նարեկն է պատում այս Re-Range-ի, որ ասում է, երբ որ իրան հարցրել են որն է քո առավելությունը, ասում է, ես ուղղակի լավ լսում եմ։ Ոչ մի չեմ անում, լսում եմ։ Լսում եմ, գտնում եմ ինչ-որ մարդկանց, տենում եմ լավ բան են անում, թողում եմ որ անեն։ Այդքան բան։ Պրոդյուսեր ասածը մեր Հայաստանի հասկացողության մեջ ինչքանով որ ես եմ փորձել ծանոթանամ պրոդյուսերն հետ, մի քիչ ուրիշ է։ Դաշտը բաց է նորից։ Հա, այսինքն այն պրոդյուսերի իրական աշխատանքը այն ինչ որ պիտի պրոդյուսեր անի, բացի նրանից որ զանգի ինչ որ համերգներ կազմակերպելուց ու տոկոս վերցնելուց, հարսանիքներ կամ հարսանիքներ, հա։ Կուժեր ջարդեն։ Այսինքն պրոդյուսերի գործը շատ մեծ է։ Կոպիտ ասած մինչև այդ փողը աշխատելը, պրոդյուսերը լիքը գործ ունի անելու, որ այդ փողը աշխատի։ Մեր մոտ վերջից է գալի։ Փողը աշխատում, եւ մենեջերը, եւ կազմակերպիչը, համերգի, չգիտեմ, եւ երգչի կամ արտիստի կոմֆորտ ստեղծողն է։ Մեծ հասկացողությունը։ Չէ, զուտ իմ ամենամեծ ցանկությունը որն է, որ ամեն մեկը իր գործի մեջ իր գործը ոչ թե լավ կամ վատ, այլ նորմալ անի։ Որովհետև մենք հիմա նույնիսկ կետի ենք հասել, որ մարդ մի բան նորմալ անում, ինչա թե որ ինքը շարունակի իրան մոտիվացնենք, ասում ենք լավ էր։ Բայց նորմալ է, այդ իր գործն է, այդ իր պարտականությունն է։ Ինչ որ սիտկոմ կար է հին հայկական են, որ ասում են
որ ասում է լավ չէ, այդ նորմալ է։ Բանի հայտնամարության, հա, բանի իրոք էլի, այդ լավ չէ, այդ նորմալ է, եթե դու անում ես այն ինչ որ պիտի անեիր։ no comment-ի մեջ էր որ ասում։ Չեմ հիշում Չէ, no comment-ի մեջ էր։ Կարող հիմա չեմ հիշում ինչ։ Մոնո ներկայացում են որ ինքը հովոն մկոն իրեքովին, է դրա մեջ է որ կարծեմ հա, որ ես շատ լավ եմ հիշում, որտեվ այդտեղից է այդ միտքը իմ լավ չի, այդ նորմալ է։ Ինձ արկել մեն այդպես բաներ նայելով։ Էտա էլ խնդիրը դա է, այսինքն փորձենք տարբերակենք լավը վատից, ճիշտը սխալից, որակովը անորակից ու հայկականը չհայկականից։ Երկրների ստեղծածից։ Դες ասենք չհայկականից, որտեվ այն ինչ որ մենք հիմա անում ենք, մենք չենք գիտակցում, որ այդ հետո ազդեցություն ունենալու հետագա սերունդների վրա, մանավանդ այս դարաշրջանում, որ ինֆորմացիայի sense տեխնիկայի համար չէր ֆիքսվել, որ հետո մի ամբողջ ազգ իր դա ինձ թվում է այդ ժամանակ չէր պատկերացնի, թե ինչ կդառնան այն երկիրը կամ այն ազգը, որը որ ինքը տեսել է կամ պատկերացրել է, բայց տխուր ձևով չավարտենք մեր ոդքասթը։ Նախ ուզում ենք շնորհակալություն հայտնենք, որ եկար խոսեցիր, որովհետև մի քանի փակ թեմաների մասին խոսեցինք, որոնք ինձ թվում է հետի առանց կամերաների խոսվում է, բոլորն էլ գիտեն ու խոսում են, երաժիշտներն էլ, ոչ երաժիշտներն էլ, բայց կամերաների դիմաց մի հատ sense հետաքրքիր բան կա, նույնիսկ եթե դաժե տեսախցիկների առաջ ասում են, այդ մարդկանց դեմքին չեն ասում։ Հա։ Դա շատ կարևոր բան է, էլի։ Եթե դու այդ մարդու մասին, այդ գործի մասին վատ կարծիք ես, այդ մարդկանց դեմքին էլ ասա։ Հա։ Հետևներից մի խոսա։ Այդ հետևից խոսալն էլ է շատ վատ բան։ Ինձ է իմ գոլեգաները չեն, ոչ էլ տեն։ Չէ, այստեղ հարցը գոլեգաները չի, ես միշտ ասում եմ, կամանուներս տես անունները ես աշխատում եմ այն մարդկանց հետ, ովքեր որ իրենց գործի մեջ պրոֆեսիոնալ են ու իրենց գործի գիտակն են։ Ես համաձայն եմ։ Ու փառք ասու, դե բնականաբար եղել են դեպքեր, բայց հիմա չունենք նմանատիպը, այդպիսի մարդիկ էլ դաժի չեն էլ իմ փորձում իմ հետ համագործակցեն, այսպես ասած։ Լավ է։ Մենք մենակ ուրախ ենք դրա համար։ Շատ։ Ես էլ եմ ուրախ, որովհետև ես էլ ունեմ այդպես մարդիկ, որ էլ չենք համագործակցում, փառք Աստծո, իրանք իրենց ճանապարհով։ Ձեզ էլ շնորհակալություն հրավերի համար, հաճելի զրույցի համար, շատ հետաքրքիր էր նուրբ թեմաների շուրջ խոսելը, կարծիք ասելը ու վերջում էլ կուզեմ ասեմ, sense որ ժողովուրդը կարողանա տարբերակել այդ լավը վատից, քյարթուն ռաբիզից ու ռաբիզը քյարթուից։ Հա։ Ու վերջը, այսպես։ Լավ որակով ռաբիզը շատ լավ բան է։ Ավելի լավ է դրա մեջ խորանան ուսումնասիրեն, գտնեն։ Հիմա որ ասեմ կասելի ինտրիգա բայց լավ ավարտենք։ Այդ ժանրի մասին կարծիք կազմելու համար պիտի ուղղակի նայես թե այդ ժանրը ովքեր են լսում վիզուալ տեսքով, իրանց աշխարհայացքով։ Ես լսում եմ իմ մասին ինչ կարծիք ես կազմում, ինտրիգային։ Չէ, ազնիվ ասում եմ։ Հեսա ստոպ կտենք խոսել։ Ես էլ եմ լսում իրականում, բայց նենց վարպետների, որ իրականում լսես, շատ լավ են արել։ Շատ հետաքրքիր ոդկաստ եղավ։ Որ խոսենք, ինձ թվում է էլի կխոսենք երկար։ Մենք ստանդարտ բոլորի օրերին ասում ենք, որ մենք էլի կհանդիպենք, որովհետև իրականում դե բոլորի հետ մենք մտածել ենք, որ ինչ որ մի թեմայի շուրջ նորից հանդիպելու ենք ու խոսենք։ Համ փոփոխությունների մասին, համ էլ իրականում ում հետ նստում ես խոսելու, կարես երկար խոսես, ու նույն ձևի ոդկասթը վերջացնում ենք, իջնում ենք ներքև, նստում երկար խոսում ենք էլ իրար հետ։ Ոդկասթի ետևում էլի, հա, ոդկասթի խոսածածերը քննարկում ենք էլ իրար հետ։ Այնց որ հա, ինչ որ մի օր էլի անպայման իրար հետ նորից կհանդիպենք, էլի ոդկասթ կանենք, նոր պրոյեկտները երբ որ արդեն լինի, վերջանա, արդյունքը երբ որ արդեն երևա, այդ ժամանակ էլի կհանդիպենք, խոսենք իրար հետ։ Մերսի։ Շնորհակալություն։ Ես էլ ուզում եմ հիշեցնեմ, որ ապրիլի 9-ին Ethno-Colors-ի համերգն լինելու, նենց որ Տոմսերը կարակառնեք Տոմսեյեմից։ Արդեն պոստերը խփածա։ Այդ համերգի ռեժիսոր կարակակ։ Անպայման բաց չթողեք, Սուսիկը բաժակը խփեց աթոռին, այդ նշանակում է, որ բաց թողեք լավ չի լինի։
Սոր մերսի բոլորին, ովքեր որ այսքան երկար ոդքասթը լսեցին, հետևեք մեզ, ու Եվ հորքուրներին։ Եվ հորքուրներին։ Եվ սիրելի մորքուրներին։ Իմ ուսուցանայի հորքուրները մեր հավատարիմ դիտողներն են։ Իմն էլ մորքուրներն են, դրա համար Ում ավելի տատիկը։ Իրանք բոլոր սեկտա են դառնում։ Այո։ Մերսի, այսքանը։ Ստեսուն։ Այո։